ժենգալով հացը Կապանում ավելի համով է։ Ժենգալով հացի արմատները գալիս են Արցախից, այնտեղ են թխել։ Բայց Կապանում ժենգալով հացը շատ ավելի համով է։ Ասում են ինչի 1000 էտով է ասել, որ հազարամյակներով հայերով է բնակեցված եղել Արցախը։ Մարդն անասունից իր հիշողությամբ է տարվել։ Ու պետքա թույլ չտալ, որ այս անասնացման գործընթացը տեղ հասնի։ Շնչում պատգամներ ասել, որ մեր բոլոր խնդիրները Տիգրան Մեծից էր, որ ինքը այդքան հոխնաբակեց, որ հետո ստիպված սկսենք ամեն ինչ կողմ։ 1700-ամյա ինստիտուտը իր համար BDԽ-ին SMS-ով հանելու գործընթաց պետք է դառնա։ Քրիստոնեությունը խոնարհության մասին է, բայց ոչ երբեք թուլության։ Բարև, այսօրվա Ալֆա զրուցակցի հյուրն է Աննա Գրիգորյանը։ Ողջույն Աննա ջան։ Ողջույն։ Սկսեմ մի քիչ հեռվից։ Ժամանակին, երբ որ ես իջնում եմ դասի համալսարան, այն ժամանակ Մինասնիկյան պողոտայի աջ թևում, թփուտների մեջ կառուցվում էր մի շքեղ առանձնատուն, որը աստին Վանո Սիրադեղյանի առանձնատունն է։ Անցան տարիներ, կրկին նույն ճանապարհին, մի քիչ ավելի ներքև ու Սարի գլխին կառուցվեց, եթե չեմ սխալվում, Սուրեն Խաչատրյանի տունը, որը Սարի Գագաթին էր եւ այնտեղ ինձ մի անգամ տաքսովարը բացատրեց, ասեց, «Տես ինչ հետաքրքիր հոգեբանություն է, Վանոն Լորեցիա ինքը կառուցում է թփուտներում ներքևը ձորում, որպես սովորը, իսկ տես ասում է Լիսկան ինքը Սարեցիա ու Սարի Գագաթին է կառուցել»։ Հիմա այսպեսի հարց, ես գիտեմ, որ դու նաև Նոր-Նորքի բնակիչ ես, այսինքն մենք հարևաններ ենք։ Մենք հարևաններ ենք, մենք համրազեմլակներ ենք եւ այստեղ հարց, այդ բնակարանն ընտրելուց ինչ-որ հաշվարկ եղել է, որ Նոր-Նորքը ընդհանրենք այնց սարոտ տեղ է Երևանի, թե ոչ։ Ես կուզենայի հիմա ասենց խոհեմաբար ասեի, բա գիտեք, հաշվի առնելով, որ ես Սյունիքից եմ, հատուկ եմ ընտրել, բայց ցավոք այդպես չի։ Երբ որ ամուսնացել եմ, իմիջիայլոց դա այն տունը, որը պատկանում է իմ ամուսնու ընտանիքին, այսինքն ամուսնանալուց հետո պարզապես տեղափոխվել ենք բնակվելու այդ տանը, որն իմ ընտանիքի ամուսնուն էր պատկանում։ Շատ տենց լայնածավալ պատասխան չունեմ այդ հարցին։ Ամուսնու ընտրությունը էլի տան թե էլի կապ չի։ Այսօր կհարցնեմ։ Այսօր հարցը Իմիջիայլոց ինքն էլ եւ եղբայրներ ընտանիքը իրենց մտածել է, որ հենց Նորքում իրականում իրանք հենց Նորքն են ընտրել, բայց թե ինչ տրամաբանությամբ, արդյոք այնտեղ ենթագիտակցություն աշխատել է, չի աշխատել, այսօր կփորձեմ իրականում ընտանիքում հասկանալ։ Հիմա այսպեսի հարց, փոքրիկ Աննան Կապանում գնում է դպրոց, առաջի դասարան, ինչ է մտածում, ինչ է երազում, արդյոք այն ինչ որ երազել է, հասել է այդ նպատակին, թե ոչ, ինչպեսի մտքերով ես գնացել դպրոց։ Իրականում ես մի բան եմ կարծում, որ հատկապես երեխաների մասով 7 տարեկան, 6 տարեկան, 8 տարեկան պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որ երեխաները մաքսիմալ լավ իրենց զգան, առողջ միջավայրում մեծանան, առանց որևէ տրավմաների, գեղեցիկ բնությունը վայելեն, գեղեցիկ ընտանեկան միջավայրը վայելեն, եւ ես կարող եմ ասել, հուսով եմ շատ մեծամիտ չի ինչի, որ օրհնված եմ եղել մեծանալու այնպիսի ընտանիքում, որ կարողացել է ինձ համար այդ միջավայրը ձևավորել։ Ասել, որ 7 տարեկան Աննան մտածում էր մեծ գաղափարների մասին, աշխարհ նվաճելու կամ Հայաստանի յուրահատուկ բարեկեցության մասին, այդ ժամանակահատվածն էր, որ Աննան որպես անհատականություն ձևավորվում էր, որն ուներ առողջ ինստինկտներ, հասկանում էր բարին որն է, չարը որն է, մարդկանց նկատմամբ բարյացակամություն դրսևորելն է ճիշտ, քրիստոնեական առաքինություններով շարժվելն էր ճիշտ, այսինքն Աննայի դաստիարակության եւ ձևավորման փուլներ, որը այնքան մեծ երազանքների հետ չի կապի, բայց անհատի կատարելագործման, անհատի ձևավորման ակունքներն էին դեռ։ Ինչի ասեցի, օրինակ ես առաջի դասարան գնացի դպրոց, հետո եկա տուն, մամայի պապային հարցրեցի, ես կարող կոսմոնավտ դառնամ, պապաս ասեց մի քիչ ավելի լուրջ բաների մասին մտածի, ասի դերում ֆիզիկոս կդառնամ, քո նման ու տենց առնվազն ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետ ու բավականին զարմանում եմ դպրոցում, որտեղ առաջի դասայինից ասել եմ ես ֆիզիկոս եմ դառնալ ու տենց միջևեր գնացել եմ։ Ցավոք սրտի հիմա չեմ աշխատում այդ բնագավառում, բայց այդ բանը կար, դրա համար ինձ օրինակ հետաքրքիր է այլ մարդիկ իրենց մոտ ոնց է լինում այս։ Իրականում ես այստեղ էլ շատ օրիգինալ չեմ գտնի, որ ասեմ 7 տարեկանից երազել եմ հանրային քաղաքական գործունեություն ծավալել։ Կոսմոնավտ չեմ պատկերացրել, որ կկարողանամ դառնալ, չնայած այդ տարիներին էլ, ինչպես քո ժամանակաշրջանում, այնպես էլ իմ ժամանակաշրջանում բավականին տարածված երազանքներ էր։ Բայց քանի որ ես Սյունիքում էի ապրում, ինձ երևի ամենագրավիչ բանը, որ հիմա կկարողանամ հիշել, սարեր բարձրանալն է։
Գիտեք, խոստուփը հենց մեր մոտ է, աչքդ բացում ես միանգամից խոստուփն ես տեսնում եւ խոստուփ բարձրանալ, ինչպես նաեւ այլ տարբեր բլուրներ բարձրանալը մշտապես եղել է իմ հետաքրքրությունների շրջանակներում, իմ ընտանիքի, իմ եղբոր հետ, այսինքն դա մի բան էր ոչ թե երազանք էր, այլ փոքր նաև նպատակ, որովհետև հենց այդքան էլ հեշտ չի խոստում բարձրանալ հանուն արդարության պետք է ասեմ։ Հիմա երբ որ 25 թվականի հեռավորությունից ենք նայում, 25 թվականին արդեն ինչ որ ճանապարհներ կան կառուցված դեպի խոստում տանող ճանապարհը, դեպի Նժդեհի արձան եւ այլն, բայց տարիներ առաջ բարձրանալ խոստում սարը դա առավել քան բարդ բան էր եւ մենք ուրախ ենք, որ կարողանում ենք նույնիսկ այդ փոքր բարձունքը հաղթահարել։ Անցավ ժամանակ, հա, եւ Աննան մեծացավ եւ կրկին գնաց դպրոց, բայց այս անգամ որպես դասատու։ Այ ինչ զգացումներ եղան, որ առաջին անգամ մտար դպրոց ու արդեն որպես դասատու, այսինքն տես երեխաների մեջ միշտ դեպի դասատու որոշակի էմոցիաներ կան, այսպես ասենք, եւ դրական եւ բացասական եւ բարձր լինում չէ, որ դու արդեն գնում ես ու որպես դասատու քեզ նայում ես արդեն երեխայի հայացքով մտածում ես, այ ես օրինակ եմ փոքր Աննան սրանց կճղայանալ կամ կնեղանալ կամ բան, այսինքն ուզում եմ այդ զգացումներից առաջին անգամ որ ոտքը դրեցի որպես դասատու ինչ զգացիր։ Նախ ուզում եմ ասել, թե որոնք են եղել իմ մոտիվները դպրոց գնալու։ Նախ այն, որ ես իսկապես շատ բարձր եմ գնահատում ուսուցչի գործունեությունը եւ ես կցանկանայի մի փոքր ներդրում ունենալ, այո, մեր գալիք սերնդի աշխարհընկալումների, նաեւ տվյալ առարկայի գիտելիքների խորացման մասով դա անկասկած կար։ Երկրորդն իհարկե այն հանգամանքն էր, որ իմ տղան պետքա դպրոց գնար եւ ես էլ բավականին երիտասարդ էի, նոր ավարտել էի համալսարանը։ Մտածում եմ ամեն դեպքում ես պետքա հնարավորինս շատ ժամանակ անցկացնեմ իմ երեխայի հետ եւ կարծում եմ դա դոմինանտ մոտիվացիան է եղել ինձ մոտ, որ ես ամեն առավոտ իմ տղայի հետ միասին պետքա գնայի դպրոց եւ նրա հետ վերադառնայի, հասկանայի ինքը ինչ առօրյա է ապրում, հետո իր հետ շարունակեի տանը իմ զբաղվածությունը, այսինքն դպրոց գնալու մոտիվացիաներից մեկը նաեւ իմ ընտանեկան կարգավիճակով պայմանավորված հանգամանքներ իմ տղայի հետ մաքսիմալ շատ ժամանակ անցկացնելու հարցն էր։ Բայց այն, որ ես մտա դպրոց, ես հասկացա, որ իսկապես յուրահատուկ միջավայր է, արդեն իսկապես ուսուցչի տեսանկյունից իրավիճակներին նայելը, երեխաների հետ աշխատելը, իրենց ընկալումները հասկանալը։ Իրականում սերունդ է փոխվում։ Ես երբ որ դասավանդում էի, ինձնից հավանաբար 5-6 տարի փոքր նաև աշակերտների էի դասավանդում, այսինքն սերունդների տարբերությունը շատ մեծ չէր, բայց նույնիսկ 5-6 տարիները որոշակի փոփոխություններ տարբեր ընկալումներում կան, եւ ես հետեւաբար չէի կարող լինել ակադեմիական, այսինքն կան չէ ուսուցիչներ եւ բնական է որ այդպեսին պետք է լինեն 70 տարեկան, 65 տարեկան, որոշակի երկար ճանապարհ անցած ակադեմիական բարձունքից նայող ուսուցիչներ, ինչը նորմալ է որ պետք է լիներ եւ նորմալ է որ երիտասարդ ուսուցիչը ավելի շատ փորձում էր նաեւ ինչ որ առումով ընկերական միջավայր ձևավորել դասարանում, նոր մեթոդաբանություն մտցնել, որ երեխաներն իսկապես հակված լինեն, նույնիսկ եթե անձով պայմանավորված լինի, ավելի շատ առարկան սիրել, բայց կարծում եմ ինձ մոտ ստացվել է, որ եւ պահպանում ենք դասապրոցեսը կարգ ու կանոնով, որովհետեւ ես տեսակով այնպեսին եմ, որ սիրում եմ կարգ ու կանոն։ Ամեն ինչ պետք է համակարգված լինի, դասը դաս եւ լինում էր ժամանակ, որ շատ ավելի ինտերակտիվ խաղերի միջոցով, ավելի հանգիստ միջավայր էի ձևավորում, որ երեխաները իմ նկատմամբ դրական տրամադրվածություն ունենան, որը իրենց կստիպի ավելի լավ դաս սովորել։ Կարծում եմ ինձ մոտ դա ստացվել էր համատեղել ուսուցչի խստությունը եւ երիտասարդ մարդու այս ընկերական միջավայր ստեղծելու հնարավորությունը։ Բարդ չէ իրենց հետ, որովհետեւ երեխաները փոքր յուրահատուկ երեխաներ են, հա, ավելի շատ մաթեմատիկայի մեջ ընկալված եւ այլն, հա, եւ շատերը փորձում են ավելի խելացի ձևանալ, հա, ես շփվում եմ տարբեր տիպի երեխաների հետ, հատկապես ֆիզմաթի օրինակ սովորողների հետ եւ իրենց մոտ ոնց որ թե իրենք փորձում են շատ ավելի խելացի երևալ, շատ ավելի տենց ինչ որ ընդգծել, ինչ որ բան անել, ոնց կարելի է լեզու գտնել այդպիսի մարդկանց հետ, հատկապես որ մտնում ես դասարան, որտեղ 20-25 հոգի ընտրված, հա, երեխաներ են, որ ինչ որ կոնկուրսներ են անցել, որպեսզի հայտնվեն այդ դպրոցում, այսինքն ոնց անել, որ իրենք համ լսեն, համ սովորեն, համ էլ փորձեն շատ ավելի խելացի երևալ, քան իրականում կա։ Իրականում ես այդ խնդրին չեմ բախվել։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ աշակերտների բացարձակ մեծամասնությունը ոչ թե իրեն փորձում էր խելոք ձևացնել, այլ ընդհակառակը իսկապես այնպեսի պատրաստվածություն ունեին, որ ես որպես ուսուցիչ, եթե ժամանակին նորմալ պատրաստված չմտնեի լսարան, ես խնդիր կունենայի։ Այսինքն ես ունեի օրինակ աշակերտներ, ովքեր Միացյալ Նահանգներում ծնվել, մեծացել, եւ ես անգլերեն էի դասավանդում եւ փայլուն անգլերեն գիտեին, եւ հետեւաբար իմ խնդիրն էր այդ դասարանում գտնվող տվյալ աշակերտի համար այնպիսի իրավիճակ
իրավիճակ ստեղծել, որ ինքը չձանձրանա մյուսների հետ աշխատանքի պարագայում։ Կամ ունեի աշակերտներ, ովքեր ամեն օր գրքեր էին կարդում անգլերենով, այնպիսի բառապաշար ունեին, լեզվի ունակություններ եւ հմտություններ էին ձեռք բերել, որ իսկապես դու շատ պատրաստված պետք է մտնես տվյալ լսարան, որպեսզի աշակերտի հետ քո հաղորդակցությունը հավուր պատշաճի ընթանա։ Այսինքն ես խնդիր չեմ ունեցել այն աշակերտների հետ, ովքեր ուզում էին իրենց խելոք ձևացնել, ընդհակառակ իրանք այնքան խելոք էին, որ իսկապես ես որպես ուսուցիչ պետք է համապատասխան աշխատանքն անեի իրանց հետ հետագա այդ ուսումը շարունակելու համար։ Ես կարծում եմ այն դպրոցը, որ աշխատել եմ, իսկապես եզակի է եղել եւ իր մթնոլորտով եւ սովորելու նկատմամբ այն վերաբերմունքով, որ ձևավորված էր ամբողջ դպրոցում։ Դասարանում աշակերտները շատ չէին եւ այդ առումով բավականին հեշտ էր ստացվում աշխատանքը։ Իսկ ապագայում պատկերացնում ես, որ վերադարձ դեպի դպրոց, չգիտեմ, այդ դպրոցը խոսքը գնում է քվանտի մասին, հա, լաբորատորիի կամ, չգիտեմ, ենթադրենք, որ շատ արդեն այդ ամեն ինչ Հայաստանում ամեն ինչ լավանա, ամեն ինչ տեղ ընկնի եւ ինչ որ ժամանակնից գնաս ենթադրենք, չգիտեմ, այլ ինչ որ դպրոցում դասավանդես, ու եթե դասավանդես, էլիսա կդասավանդես, թե ինչ որ այլ առարկա կընտրես կամ համալսարանում դաս կտաս։ Ես երբեք չեմ բացառել վերադառնալ ուսուցչի գործունեությանը կամ նաև դասախոսի գործունեությանը, որովհետև ես դա իսկապես պատիվ եմ համարում։ Չգիտեմ, ապագայում հնարավոր է մտածեմ, բայց ես իսկապես ասեմ, ինչու նաև դադարեցրեցի համատեղ աշխատանքը, որովհետև մի քանի տարի շարունակ եւ ես դասավանդում էի քվանտում եւ նաև պատգամավորական գործունեությամբ էի շարունակում աշխատել։ Ինքը բացի նրանից, որ իսկապես բարդ էր համատեղելը, որովհետև դպրոցում 8-ից կես զանգը հնչում է, դու այնտեղ պետք է լինես, հստակ ժամանակացույց կա եւ այլն, երբեմն խանգարում էր, որովհետև դու փողոցային պայքարի մեջ էր լինում, պետք է մարզ գնայր եւ այլն, ժամանակային գրաֆիկի տեսանկյունից էլ էր խնդիր։ Բայց նաև խնդիր էր, որ օրինակ իմ դասարաններում կային աշակերտներ, ովքեր այսօրվա նախարարների երեխաներ էին։ Սենց այս մթնոլորտը մի փոքր Այս հարցը ուզում եմ տամ, որտեվ զուգահեռաբար, եթե չեմ սխալվում, դասատու էր աշխատում, պատմության դասատու ուրիշ մարդ, հա, Սուրեն Պապիկյանը, ոնց է ստացվում, որ այսպես տարանջատվեցին ուղիները։ Ինչ որ դեպի շփում կար, դասատուները, ուսուցիչները շփվում եք, ինչ որ տենց գաղափարներով կիսվում եք, հայրենասիրության, չգիտեմ ինչ որ, որտեվ ես ճիշտ ասած իր մասին ժամանակին լսել եմ, բավական հայրենասեր Փարթանակապում էր եւ այլն, բավական շատ քովում էին, էլի, այսինքն այդ ռելն որտեղ շփկաց, որ ինքը որոշեց գնալ այս ճանապարհով։ Մինչև Պապիկյանին անդրադառնալ, ով ուսուցիչ էր, իմ ասածն այլ բանի մասին է, որ ես ունեի աշակերտներ, ովքեր հանդիսանում էին այսօրվա նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ։ Եվ բնական չէ, որ ես որպես ուսուցիչ ամենայն հարգանքով ընդգծված ուսուցչի առաքելությունից ելնելով համապատասխան աշխատանքը տանում եմ եւ որևէ մեկը չի զգացել, այսինքն չէր էլ կարող նման բան լինել, սա անիմաստ է քննարկել։ Այդ պրոֆեսիոնալիզմը ու էմոցիաները իրենք ամեն դեպքում ինչ որ մի բան կոնֆլիկտի մեջ են։ Բայց ակնհայտ է, որ հետո աշակերտի ծնողա իր հետ հարաբերակցության խնդիր կա, այսինքն գնաս ազգային ժողովում իրենց ամենակորտ քննադատությունը հնչեցնես, հետո որպես ծնող հարաբերություն, այսինքն որոշակի դիսոնանս իմ մեջ առաջանում էր, ու ես պետք է այդ փուլում որոշում կայացնեի, ես որոշեցի ժամանակավորապես առնվազն այս փուլում դադարեցնել իմ գործունեությունը քվանտ վարժարանում։ Ինչ վերաբերում է օրինակ Պապիկյանին, մինչև 18 թվականը, այո, բոլորս գիտենք, որ ինքը իսկապես պատմությունը ճանաչելով, պատմություն իմանալով, Արցախի մասին իր ընկալումներով, ախր ինքը դրա մասին շատ անկեղծ խոսացել է։ Ես հիշում եմ, որ ինքը մեր տարբեր քննարկումներում ասում էր, որ Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիր պետք է դրվի։ Հասկանում եք, իրանք էին առաջ քաշում Կապան Ջաբրայիլ, հա, ճանապարհի կառուցման հարցը։ Բան լուրերով նկարվել։ Լուրերով նկարները, բան, այսինքն իրենց բոլոր հայտարարությունները նրա մասին էին, որ Արցախը մեր հայրենիքն է։ Այդ հիմա են իրենց իշխանության աթոռները պահելու համար ասում Արցախը մեզ համար թոք էր, կտրեցինք, պրծանք, հիմա անկախացանք, ինքնիշխան դարձանք։ Մինչև այդ նույն Արարատ Միրզոյանը, նույն Պապիկյանը ինչ էին գրում, որ եթե Արցախը տանք, հաջորդը Մեղրին է, Մեղրի տանք, հաջորդը Երևանն է։ Դա իրենց մտածողությունն էր, դա իրենց ընկալումներն էր։ Այո, իրենք կարծում էին Արցախն իրենց հայրենիքն է։ Հիմա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով իրենց աթոռները պահելու նպատակադրումից հայտարարում է, որ Արցախը 91 թվականից հանձնված էր։ 91 թվականից հանձնված էր, բայց 20-ականներին հələ մինչև 20 թվականը իրենք պատրաստվում են Կապան Ջաբրայիլ ճանապարհ կառուցել։ Այսինքն որ փուլից գնաց այս շեղումը, այն փուլից, որ իրենք հայրենիքը ստորադասեցին աթոռին։ Չեմ շնորհ որ պատգամներ ասել, որ մեր բոլոր խնդիրները Տիգրան Մեծից էր, որ ինքը այդքան հոխավակ է, որ հետո ստիպված սկսենք ամեն ինչ կորցնել, այսինքն
Դա է, ցավոք իշխանության աթոռներին հայտնվելուց հետո բազմաթիվ մարդիկ իրենց սկզբունքային դիրքորոշումները փոխում են եւ այդ սկզբունքային դիրքորոշումները շատ թանկին են արժենում մեր ժողովրդի վրա, այսինքն հազարավոր տղաներ, այսօր Եռաբելորում հազարավոր տղաներ են պարկած իրենց կայացրած որոշումների հետևանքով։ Ավելի նույն քվանտ վարժարանի սաներն են այսօր Եռաբելորում պարկած։ Նույն այն սաները, ում դասավանդել է Պապիկյանը, ում Պապիկյանն ասել է հայրենիքն է մեր Արցախը, ում համար պետքա Արցախի համար պետքա մենք պայքար մղենք, այսինքն այս այնքան հոգեբանական եւ շատ ավելի շերտեր են, որոնք իսկապես շատ ծանր է գիտակցել, շատ ծանր։ Արցախ ասացիր, ես գիտեմ, որ մի ճյուղը տարմատներից նաև Արցախից է, երբ առաջին անգամ գնացիր Արցախ։ Հիմա տարիքս չեմ հիշում, բայց բնականաբար փոքր տարիքից սկսած ես իսկապես նախ որպեսզի կարծում եմ ովքեր եղել են եւ Արցախում եւ Սյունիքում գիտեն որ ընդհանուր միջավայրը սոցիալ-մշակութային միջավայրը բավականին նման է, բայց օրինակ ես ասել եմ որ միշտ արցախցիների կողմից բավականին տենց վատ վերաբերմունք եմ արժանացել, ասեմ Ժենգյալովացը կապանում ավելի համով։ Հա, ասի մնացած հավասարական միջը դեռ ինչ որ տեղեր դուք բան եք առաջին, բայց կոնկրետ այս հարցը ինձ համար փակված է, ասում ենք ես նորմալ հաս չեն տվել բոլոր տեղերը փորձել եմ, ասում եմ չէ, այնտեղ լավ է, էլի։ Տեսեք, ինձ էլ միշտ հարցնում են, ասում են դե ասա, դու համ Արցախից արմատներ ունես, համ Կապանում ծնվել մեծացել ես։ Ժենգյալով հացը որտեղից է։ Ասում եմ լավ, Ժենգյալով հացի արմատները գալիս են Արցախից, այնտեղ են թխել։ Բայց Կապանում Ժենգյալով հացը շատ ավելի համով է։ Հիմա այդպես է ստացվել։ Այնտեղ տարբեր նրբություններ կան, բայց ինձ համար էլ է բնականաբար Կապանի Ժենգյալով հացը շատ համով, բայց ընդհանուր սոցիալ-մշակութային, նույնիսկ լեռնային միջավայրի, բարբարի, օրինակ Կապանի եւ Ստեփանակերտի բարբարը գրեթե նույնական են, եզակի ինչ որ բաներով, փոփոխություններով, տարբերություններով, բայց հիմա ինչքան Արցախից մարդ կա, օրինակ Ստեփանակերտից հատկապես մարդիկ բնակվում են Կապանում, իրանց այդ զրուցելիս չես հասկանա, հիմա այդ մարդը Կապանից է, թե Ստեփանակերտից է, որովհետեւ բարբարային ընդհանրություններ կան։ Ոչ մի տարբերություն չկա։ Գրեթե տարբերություն չկա եւ ակցենտի տեսանկյունից եւ բառերի տեսանկյունից, հա, եզակի ինչ որ բաներ չէր կարող 100% իդենտիկ լինել, որոշակի փոփոխություններ, տարբերություններ կան։ Բայց նկատի ունեմ եւ բարբարի, եւ մտածողության, եւ բնավորության, սոցիալ-մշակութային ընդհանուր միջավայրի տեսանկյունից Սյունիք Արցախ բավականին նման միջավայրեր են եւ որքանով ես ինձ հարազատ եմ համարում Սյունիքը, որտեղ ծնվել մեծացել եմ, նույն չափ հարազատ է ինձ համար Արցախը, որտեղ բնականաբար ավելի շատ գնացել եկել եմ, ոչ թե բնակություն եմ ունեցել, բայց Արցախը իմ մի մասն է, իմ պապերի մի մասն է, այսինքն իմ տատը այնքան պատմություններ է պատմել Արցախից, Մարտունի շրջանից էին, այնքան պատմություններ նաև Շուշի, որտեղ սովորել է եւ այլն, այսինքն դա իմ մի մասն է, որի կրողն եմ ես մինչեւ հիմա եւ ինչպես ասում են մարդն անասունից իր հիշողությամբ է տարբերվում ու պետքա թույլ չտալ որ այս անասնացման գործընթացը որ այս իշխանությունները փորձում են տանել տեղ հասնի ես ինչքան ես հիշողությունն եմ Արցախից պետքա փոխանցեմ իմ երեխաներին իրենք պետքա փոխանցեն իրենց երեխաներին ու այդ պատմական հիշողության կրողը պետքա լինենք սերնդեսերունդ Կարծիքով կստացվի այդ process-ը մենք գիտեմ կարծում 1974-ում հա որ պատմության ասած կտորները հանում են շերտերը եւ մարդուն սովորացնում են ասում են հիմա պետք է ապրես այս իրողությամբ հա կարծեմ ինչ որ մի երկրի հետ պատերազմ էր մի 20 տարի հետո մյուս երկրի հետ սկսում պատերազմել այն պատերազմը դպրոցական դասագրքերից թերթերից արխիվներից հանում են եւ այն փորձում են այդպես բթացնել հիմա այդ տեխնոլոգիան նաեւ ստեղ են փորձում աշխատել այնպեսի տպավորություն ստեղծել որ Արցախ չկար հա այդ 30 տարվա Արցախյան գոյամարտը չկար ավելի ինչ ես կարծում քերականացվելու են հետագայում օրինակ Արցախի հիշատակումը կամ Արցախի ազատագրական շարժման մասին ինչ որ բաներ պատմելը, չգիտեմ, Արցախ բառը ընդհանրապես ասել։ Արցախ բառը հիմա էլ իրենց լեքսիկոնում դա արգելված տաբու բառ է մեծաշով։ Ասում են Արցախ, վայ կներեք Լեռնային Ղարաբաղ։ Այս գործընթացը արդեն սկսել է, թե առաջիկայում ապագայում եթե իրենք նույնիսկ Ստեփանակերտ բառ չեմ լսել իրենցից։ Ճիշտ ասած, միգուցե իրենց արդեն ասում են որ խանկելի պետք է։ Դե իրենց ասվում է ընդհանրապես Արցախի մասին որևէ հիշատակում չլինի։ Ես տեսնում եմ այդ ընդգծված քաղաքականությունը, որ Արցախի մասին բոլոր հնարավոր հիշողությունները պետք է վերացվեն,
Դուք գիտեք, որ Ադրբեջանը հիմա տանում է մշակութային ցեղասպանություն Արցախում, ինչը նշանակում է հայկական հետքի վերացում։ Ադրբեջանը այն կողմից է հայկական հետքը վերացնում, որ նշանակում է խմբագրել անցյալն ու քո պատմությունը, Նիկոլ Փաշինյանն էլ այստեղից է այդ խմբագրական քաղաքականությունն իրականացնում։ 91 թվականից էր Արցախը հանձնված, ինչի Արցախը միայն հայկական է եղել։ Ես հիշում եմ մեր մի հարց ու պատասխանի ժամանակ, ասում եմ հազարամյակներով բնակեցված Արցախում այսօր հայ չի ապրում ու շարունակում եմ իմ հարցադրումները։ Ինքը գալիս իմ այդ բոլոր հարցադրումների միջից կանգնում է այդ մի ձևակերպման վրա։ Ասում է ինչի այդով է ասել, որ հազարամյակներով հայերով է բնակեցված եղել Արցախը։ Սրանք հարցադրումներ են, որոնք ոչ թե ուղիղ մերժում են, անուղղակի, բայց մերժում են։ Հասկանում եք հայկական պատկանելիությունը Արցախի։ Արդյոք առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն կլինի, ինչ կլինի, ես չգիտեմ։ Հուսանք, որ այս իշխանությունները արագ առաջիկայում կհեռանան ու այդ թափանիվը կփոխվի, այդ պարադիգմը կփոխվի։ Ես հասկանում եմ, որ մենք հիմա պարտվել ենք։ Ես հասկանում եմ, որ հիմա Արցախն օկուպացված է, կորսված է, հիմա կորսված է։ Բայց դա չի նշանակում, որ ես իմ ուղեղից պետքա delete կոճակը սխմեմ ու ասեմ մենք Արցախ չենք ունեցել։ Իսկապես մենք հո անասուն չենք։ Մարդիկ են մեր իշխանությունը։ Որն է, ինչ անել, ենթադրենք Հակաթույնը պետական քաղաքականություն, այսպես ասենք, վատագույն դեպքը, լավագույն դեպքում կես տարի կա, վատագույն դեպքում չեմ ուզում ընդհանրապես պատկերացնել, որ վատագույն դեպքում կարող է լինի, ինչ անել, ոնց անել, որ նաև ես այսպեսի մի բան եմ նկատել ոչ բոլորի մոտ, բայց նաև արցախցիների մոտ էլ ինչ որ չգիտեմ հոգեբանական խնդիր կա, ինչ որ փարփակվել են իրար մեջ կամ չգիտեմ չեն ուզում ինչ որ բաներ խոսալ, ինչ եմ այս թեման բարձրացնում, իրենց հոգեվոր առաջնորդի հետ կապված վերջի դեպքերը, հա, կամ Նիկոլ Փաշինյանը, որ ասաց, որ մենք Արցախի հարցը չենք բարձրացնելու, փակում ենք եւ դա ոնց որ ի հակակշիռ ադրբեջանցի արևմտյան Ադրբեջան գաղափարի, հա, ես դեռևս նկատել եմ 1-2 հոգի են խոսացել նախկին գեներալներից Արցախի, որ այդ թեմայով որ ես ինչ ես խոսում, էլի, այսինքն բավականին կամ հոգնում են այդ թեմայից, կամ վախում են ինչ-որ թեմայից խոսալ, կամ թքած արդեն ամեն ինչ վրա ունեն, կամ մտածում են ոնց անեն Հայաստանից գնան, ինչ որ ապաթիա, զզվանք եւ այլն, էլի, դու որպես քաղաքական գործիչ նաեւ, հա, եւ դու որպես նաեւ արմատներով արցախցի, որ այս թեման հասկանում է, ինչ կարելի է առաջարկել մարդկանց, որ ամեն դեպքում չմտածեն դե հիմա հոգևոր առաջնորդը այդ կացի դա վրա թող ինչ ուզում ասի գնա Նիկոլ Սպասարկի եւ այլն մենք ինչ կապ ունենք մեզ ղեկ տնից հանում ենք սոցիալական խնդիր ունենք այն մնացածները բաճկիտ նախկինները եւ այլն այսինքն մի քիչ վարդ գլոբալ ֆիլոսոֆիական հարց եմ տալիս էլի բայց ինչ եմ քեզ տալիս որովհետեւ դու համ արմատներով համ էլ քաղաքական գործիչ ես հա եւ ոնց որ այդ բաները տեսնում ես, հասկանում ես եւ ինչ անենք գործիք հապացեմից չընկնեն։ Արդարության համար պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանը չլինի ով ուզում է լինի, ինքը չի կարող ոչ այս կարճ շրջանում, ոչ նույնիսկ միջնաժամկետ շրջանում մեզանում մոռացության տալ Արցախի գոյությունը։ Այսինքն դա հնարավոր չի։ Այսինքն դու ասում ես 6 ամիս ժամանակահատված առնվազն կա, հնարավոր չի 6 ամիս չլինի, 6 տարի լինի։ Հնարավոր չի ուղղակի այդպես արագ մոռացության տալ Արցախի գոյությունը, Արցախի մասին հուշերը։ Այո, ես իմ ամենամեծ ցավերից մեկը, բացի նրանից այն կորուստները, որ ունեցել ենք տարածքային եւ մարդկային, ինձ համար այո, ամենամեծ ցավերից մեկն այն է, որ այն մարդիկ, ովքեր ռազմի դաշտում Արցախ են ազատագրել, պահել, այսօր ձայն ու ծպտուն չեն հանում։ Ամեն մեկը մի ծակը մտած ասում է դե լավ հանգիստ ապրենք միջև տեսնենք գլխներից գալիքը ինչ կլինի։ Բա դու գնացել ես քո կյանքը պատրաստ էիր տալ հանուն քո հայրենիքի, քո հետ ինչ եղավ։ Մարդ որ պատրաստ է լինում իր կյանքը տալ, նշանակում է դա վեհ գաղափար է, չէ՞ իր համար։ Հանուն ինչի ես դու գնացել քո կյանքը տալու։ Բա դա քեզ համար բարձրագույն արժեք չի։ Հիմա այդ բարձրագույն արժեքը գցել են բանի գետնին տրորում են, հիշողությունն են դրա մասին տրորում։ Արցախը հանձնել են, չեն հանգստացել իշխանությունները։ Հիմա դրա մասին հիշողությունների դեմ են պայքարում։ Այո, ինձ համար շատ մեծ ցավ է տեսնել այդ գեներալներին, այդ մտավորականներին, որոնք Արցախի մասին գեղեցիկ երգեր են գրել, ստեղծագործություններ են գրել։ Ինձ համար հատկապես շատ մեծ ցավ է տեսնել այն դիվանագետներին։ Ու մեր արտաքին քաղաքականությունը մի քանի առաջնահերթություն է ունեցել եւ թիվ 1-ը, top 1-ը համարվել է մշտապես Արցախի հիմնախնդրի խաղ հանգուցալուծումը։ Բա դուք բոլոր մայրաքաղաքներով գնացել եք ինքնորոշման իրավունքի հարց եք բարձրաձայնել, Արցախի խնդրի մասին եք բարձրաձայնել։ Բայց
Այդտենց ո՞նց է լինում 30 տարի շարունակ այդ հարցը քննարկվի, խոսի, դուք գնաք ձեր ամբողջ հավատով դրա մասին խոսեք, մեկ էլ մի օր քաղաքական կոնյունկտուրա այցելնելով էլ բան չխոսակ։ Այո, դա իմ մեծագույն հիասթափություններից է, ես դա չեմ կարող չընդունել։ Ես այո, շատ մեծ ցավ եմ զգում այդ ամեն, բայց բնականաբար, բայց ես գալիս եի դրան, ինչու չեն խոսում։ Վախի առկայության պայմաններով։ Վախի առկայության, ով որ խոսում է, արագ հեռացնում են։ Այն գեներալներն, ովքեր ստորագրում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար, հաջորդ օրը կամ մի քանի օր հետո պատրաստ այսպես չեստ են տալիս նույն Նիկոլ Փաշինյանին։ Ճիշտ ասած, դա ինձ համար ամենաբացատրելին էր, նույնիսկ կատակել եմ այս վերջերս, ասել եմ, որ եթե Միքայել Սրբազանն էր գենշտաբի պետը, հա, երևի թե որևէ բան գեներալ տենց հաջորդ օրը չէր կանգնի, ինչ որ չեստա, որովհետև ես մինչև տպավորված եմ քահանաների ճիրակի թեմի այդ վերաբերմունքով մոտեցումներով եւ դա փաստորեն ցույց է տալիս, որ այդ մարդը ավելի լավ ուժեղ կառավարիչ է եւ գաղափարական ինչ-որ հողի վրա, քան այն ինչ որ մենք ունեցել ենք, որովհետեւ իրոք կարող է սապշել, հա, եթե 40 գեներալ ու գնդապետ, հա, իրեն գնում են պահանջ հրաժարականի, անցնում է ինչ-որ ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մտնում է ոտքի են կանգնում, սա ինչ է, էլի անբացատրելի բաներ երևի թե կա, բայց էլ ինչից պետք է վախենան։ Ուղղակի շատ ճիշտ ես նկատել, որ եթե մարդը պատրաստ է զոհվի, հա, գալիս է ինչ-որ X ժամ, ինքը վախենում է, չգիտեմ, գնա բանտ հանում իր գաղափարների, մի քիչ նստի կամ ինչ-որ հələ բանտն է։ Բա որ վախենում են, որ իրանց աշխատանքից կհեռացնեն։ Լավ, դու պատրաստ ես ուրեմն քո կյանքը դնել զոհասեղանին, հանուն քո հայրենիքի, բայց պատրաստ չես քո գաղափարի համար ուղղակի աշխատանքից, այսինքն պատրաստ են նրան, որ քեզ աշխատանքից կհեռացնեն քո դիրքորոշումների համար։ Ես իսկապես դժվար եմ հասկանում սա, որովհետև սա սովորական աշխատանք չի, հասկանում եք, գեներալի գործունեությունը, իր անցած ճանապարհը, դիվանագետի անցած ճանապարհը, նույն մտավորականները, հա, սա բարդ է բացատրել, որն ավելի շատ իհարկե հնարավոր է ենթաշերտեր, ենթագիտակցության մակարդակով սկսել հասկանալ ինչու, ինչ պայմաններում եւ այլն, բայց սա մեծագույն հիասթափություն է մեզանից յուրաքանչյուրի համար։ Այն քաղաքացիներ սովորաբար քաղաքական գործիչներ կան, ովքեր մեղադրում են ժողովրդին։ Ինչու չեք կանգնում, ինչու սա չեք անում, ինչու նա չեք անում։ Նախ ժողովուրդը ըստ անհրաժեշտության կանգնում է, այնքանով որքան հնարավոր է լինում, բայց այդ նույն ժողովուրդը հասարակ քաղաքացին, հասարակ բանվորը, խանութի աշխատող, ուսուցիչը, բժիշկը, բա տեսնում է, չէ, գեներալի վարքագիծը, տեսնում է խոշոր բիզնեսմենների վարքագիծը, ովքեր, հա, ասենց մեծ խոսում էին, գումարներ էին հատկացում տարբեր բաների համար, մեկ էլ հանգիստ տեղավորվել են այս իշխանությունների տիրույթում։ Այդ ամեն ինչը տեսնելով, այո, ես կարծում եմ, այս ապաթիան, որի մասին մենք հաճախ ենք խոսում, եւ որը օբյեկտիվորեն գոյություն ունի, այն որ ապաթիա կա բոլորս ենք, չէ՞, ընդունում, բայց ապաթիան հենց նաեւ այն մարդկանց վարքագծի հետևանքն է, ովքեր պետք է որոշակի դիրքորոշումներ հնչեցնեին, ոչ միայն հնչեցնեին, այլև պահեին իրենց դիրքորոշումները, որովհետեւ շատ կներես էլի, այս համեմատությունը միգուցե կոռեկտ չի ինձ հետ կապված, բայց եթե ես մարդ, որ ոչ այդ բանի կռվի բովով եմ անցել, ոչ դիվանագիտական ճակատում եմ կռիվ տվել եւ այն, եթե ես կարողանում եմ իմ դիրքորոշումը հայտնել, այո, ինչ ասես խոսում են, բան այս ռեպրեսիվ մեխանիզմը իմ վրա աշխատացնում են, բայց ես ասում եմ, չէ, սա իմ գաղափարն է, Արցախը իմ հայրենիքն է, ես կանգնում եմ իմ այս փոքր, բայց իմ փոքր դիրքում կարողանում եմ կանգնած մնալ, բա դուք գեներալներ եք, որ մի ամբողջ ճակատ եք, ռազմաճակատ եք պահել, դիվանագետներ եք, որ մի ամբողջ ճակատ եք կարողացել պահել ու խոսել։ Սա հիասթափությունների շարքա, որը նաև այդ ապաթիան ստեղծում ընդհանուր ժողովրդին։ Իսկ ինչն հետաքրքիր, քանի բազմիցս ինձ ասել էին, որ եկեղեցին քրիստոնեությունը դա թույլերի ինչ որ տեղն է, հավաքատեղի է, հա, հիմա եկավ ժամանակ եւ փաստորեն ես մեկին հիշելով ասել ես վերջերս ասացի տեսար, ասի օրինակ ի տարբերություն կաթողիկոսի դու ասում ես թույլերի, կաթողիկոսի իրան ոնց է պահում, Գագիկ Սրբազանին ոնց է պահում, Միքայել Սրբազանին ոնց են պահում, սա արդյոք ցույց չի տալիս, որ մեր հոգևորականները, հա, բարձրաստիճան հիմնականում, հա, ես չեմ խոսում խոսքը այն մնացած, չգիտեմ 10-15 հոգու մասին, եկեղեցին շատ ավելի հետաքրքիր ամուր պինդ կառույց դուրս եկավ, քան մենք պատկերացնում ենք, դա չի նշանակում, որ Գարեգին երկրորդը որպես կառավարիչ, որպես մենեջեր, այսպես ասենք, նաև բավականին ուժեղ կերպար դուրս եկավ։ Նախ քրիստոնեությունը խոնարհության մասին է, բայց ոչ երբեք թուլության։
Սովորաբար այդ երկու մոտեցումները, այդ երկու տեսակները խառնում են, որովհետև խոնարհ լինելը քրիստոնյայի համար կարևոր առաքինություն է, բայց դա չի նշանակում, որ մարդ թուլություն է դրսևորում խոնարհ լինելով, իր անձը իջեցնելով, որ ավելի փառավորվի։ Այո, քրիստոնեության էությունն է խոնարհ լինել, բայց դա չի նշանակում թույլ լինել։ Այն ինչ հիմա տեղի ունենում մեր եկեղեցու նկատմամբ, իհարկե աննախադեպ է եւ մենք պատմության դասագրքերում կարդալու ենք սրա մասին, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության փաստացի ղեկավարը արտաքին ազդեցությունների ներքո փորձում քանդել 1700 տարվա պատմություն ունեցող կառույցը։ Միայն այն, որ դու ասում ես 1700 տարվա, հա, սիստեմատիկ, չընդհատվող պատմություն, դա նշանակում է ինստիտուցիոնալ հիշողություն, հստակ հիերարխիա, պատմություն եւ այլն դոգմատիկա, որը շատ դժվար է խախտել։ Իսկ մենք պատկերացնում ենք, չէ՞, այդ համակարգի դեմ կռիվ տալը այդքան հեշտ բան չի։ Դու կարող ես մի մարդու դեմ կռիվ տալ, բայց համակարգի դեմ կռիվ տալը գրեթե դատապարտված է։ Այդ բանի մասով ինչ որ մեկ ասես տեսել, բայց ինքը 5000 տարի, չգիտեմ, պատմություն ունեցող Արցախը ոնց քանդեց, հիմա այնտեղ հայեր չեն ապրում, ինչն է իրան խանգարում 1700 տարվա եկեղեցին քանդել եւ անել այնպես ինչպես ինքը ուզում է։ Բայց դրանք տարբեր բաներ են, հանգամանքներ են, կարծում եմ, Արցախի մասով, այո, ինքը ուղղակի հրաժարվել է, նախ ճանաչել է Ադրբեջանի կազմում, հետո ձեռքերը լվացել է, on-line ռեժիմով մեծ հաշվով հետևել է, թե ինչպես է այնտեղ տեղի ունենում ցեղասպանությունը։ Իսկ այստեղ կաթողիկոսը կանգնել ու ասում է մեծ հաշվով այս փուլում այսպես է, հուսամ այդպես կշարունակվի։ Այս փուլում ասում են դու ինչ էլ անես ինձ հետ, միևնույնն է, չեմ թողնելու եկեղեցին քանդվի։ Ու իրականում այստեղ կաթողիկոսի հարցը չի։ Դինգրան, ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր այս կամ այն վերաբերմունքն ունեն կաթողիկոսի անձի նկատմամբ, բայց իրենք հասկանում են, որ այստեղ կաթողիկոսի խնդիրը չի, այստեղ եկեղեցու հետագա գործունեության խնդիրն է։ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը արտաքին ազդեցությամբ ունենալ ոչ թե ամենայն հայոց կաթողիկոս, այլ Հայաստանի Հանրապետության հոգևոր, հա, ինչ որ մեկ, նույնիսկ կաթողիկոս չի, հոգևոր հովիվը, ով իր կարգավիճակով հավասարազոր կլինի պայմանական կյանքի խոսք եկեղեցու, հա, կյանքի խոսք է աղանդի, բանի առաջնորդի, այսինքն ինքը նման ֆունկցիա է պատկերացնում ամենայն հայոց կաթողիկոսի համար, որ սահմանադրության փոփոխությունների մեջ պետք է ամրագրվի ոչ առանձնահատուկ կարգավիճակ եկեղեցու համար, այսինքն հասկանալի է ինքը ինչ գործընթացով է գնում։ Ռոմանոս Պետրոսյան եկեղեցին։ Հա, ինքը իր համար գիտեք ինչ տպավորություն է, որ ոնց է ԲԴԽ ղեկավարին SMS-ով հանում, հեծը խլում, Սահմանադրական դատարանի ղեկավարներ փոխում, անդամները իր մոտ տպավորություն է, որ 1700-ամյա ինստիտուտը իր համար ԲԴԽ-ին SMS-ով հանելու գործընթաց պետք է դառնա։ Այսինքն այս Սահմանադրական դատարանի ղեկավարը իր մարդը պետք է լինի, բանի ընտրական հանձնաժողովի ղեկավարը իր մարդը պետք է լինի, այդպես բոլոր ինստիտուտները, որ վերցնում ես տարիների ընթացքում, որ ինքը փորձել է իրան ենթարկացնել, այս նույն տրամաբանությամբ, բայց հիմա իսկապես իրավոտքը խփել է բավականին լուրջ կառույցի, կրկնում եմ, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է վերաբերվում կաթողիկոսի անձին, այո, պետք է արձանագրել, որ կաթողիկոսը իր դիրքերում կանգնած է, որովհետև շատ լավ է հասկանում, որ այս գործընթացը եկեղեցին հիմնովին քանդելու process է, ու պատկերացնում եք ինքը հայտնվի մի դերում, որ 1700 տարի շարունակ կաթողիկոսները բոլորը պահել են եւ հենց իր օրոք եկեղեցին հիմքից պետքա խարխլվի, որտեվ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է հələ կանոնադրությունն էլ պետքա փոխել։ Տեղափոխ պետք է բանը, որ ասեց եկեք բանը հանենք։ Կուսակրոնությունը ընդհանրապես, չգիտեմ, արդեն մտել արդեն այդ բուն ինչ որ հարցերի։ Դա հələ հարցի մի կողմն է, որովհետև տարբեր քահանաներ, հոգևորականներ խոսել են այդ հարցի վերաբերյալ, բայց ասում են նոր կանոնադրություն, այսինքն 1700 տարի եկեղեցին սխալ կանոնադրությամբ առաջնորդվել եւ Նիկոլ Փաշինյանը այն անձն է, ով պետք է այդ կանոնադրությունը փոխի։ Իրականում երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ երբեմն խաղում է, երբեմն իսկապես իրեն զգում է մեսիայի դերի մեջ։ Նիկոլ Փաշինյանը իրան այդ դերի Հիսուսյանից էլ շատ։ Այո, ինքը այդ դերի մեջ երբեմն հայտնվում է։ Սաղմոսներ էր խմբագրում էլ եմ հիշում էլ շատ։ Իրա մոտ գիտեք ինչ բան է, որ ինքը չի կարողանում հաշտվի այն մտքի հետ, որ ինքը պատմության մեջ արդեն մտել է որպես Արցախ հանձնած ղեկավար, որպես պատերազմ բերած եւ պարտված ղեկավար։ Ինքը պատմության մեջ արդեն այդպես է մտել։ Բայց ինքը հույս ունի, որ կկարողանա, հա, ինքը հասկանում է, հասկացել է, բայց ընդունել է, թե չի։ Հա, ինքը կարող է առավոտից իրիկուն մանիպուլացնի, որ Արցախի 91 թվականին հանձնված էր, բանակիները բանակցեին, բայս լիներ, բան լիներ, բայց ինքը հո իր հոգու ներսում հասկանում է ինչա կատարվում։ Պատմության այսօրվա մի քանի տարվա տեսանկյունից, այս քաղաքական դեբատների տեսանկյունից ոչինչ չի փոխվում։ Կարող է այսօր մարդիկ մի կարծիք ունենան,
Փաշինյան, բայց պատմական արձանագրումը լինելու է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախը հանձնվեց։ Նիկոլ Փաշինյանի օրոք եղավ պատերազմ, հազարավոր զոհեր, վիրավորներ եւ այլն, դա փաստ է։ Այդ փաստի մեջ ինքը չի կարող որևէ տեղաշարժ անի։ Հիմա ինքը դա իհարկե գիտակցել է։ Որոշակի խմբագրումներ ուզում է իրականացնի, հիմա ուզում է պատմության մեջ մտնի այլ առաքելությամբ, որ ինքը իբր 4-րդ հանրապետություն է ստեղծում, նոր տարածաշրջանային իրողություն է ստեղծում, ինքը հասկանու եք այդ մեսիականության մեջ է մտել, որտեղ կլինի նոր կաթողիկոս, նոր ոճի եկեղեցի, նոր սահմանադրություն, նոր քաղաքական ուժեր, այդ մեսիականությամբ ինքը տառապում է, բայց ինքը բնականաբար կեղծ մարգարե է։ Վաղ ինքը կուզանա բան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ղեկավարի որոշ ինչ որ բան անի, հետո երբ երաշտություններ սկսի փոխել, չգիտեմ, ինչ որ մի բան կգրի Դե խորհրդանիշների դեմ պայքարը հենց դրա մասին է, չէ՞ ինքը մեր այն ամեն ինչին, որ ինչ որ մեր ինքնության մի մասն է, ինքը այդ ամեն ինչին դեմ պայքարը մղում։ Այսինքն մենք դարեր շարունակ Արարատը մեզ համար հատուկ սիմվոլիկա ունի, դարերը որն է բավականին երկար, բիբլիական լեռը չէ Արարատը։ Հիմա ասում է ես Նիկոլ Փաշինյանը ձեզ համար այդ խորհրդանիշը ասում եմ զրոյացնում եմ։ Հիմա ձեր խորհրդանիշը այսօր պետք է լինի Արագածը։ Ու չի ասում, չի հասկանում, որ նա հենց այնպես չի, որ դարձել է մեզ համար խորհրդանիշ։ Արարատը հենց այնպես չէ, որ մի օր մեկը վերակացել, ոնց որ հիմա ոնց է ասում քրիստոնեություն, Տրդատը որոշեց քրիստոնեությունն ընդունվեց։ Որ ինչ որ մեկը որոշեց, որ Արարատը, հա, Արարատը մեր խորհրդանիշն է, ես հիմա որոշում եմ, որ Արագածն է ձեր խորհրդանիշը։ Ասենց կեղծ մարգարեի մեսիականությամբ դու որպես Նիկոլագետ կվերադառնաք այդ հարցին, հա, լավ ինքը sense բաներ է ասում, էլի, բա շրջապատի մեջ կան, այսպես ասենք, ոչ միայն բան, հա, այդ դրաշամանուկներ, հա, ինչպես իրենց ասում են ժամանակին, այլ նաև բավական լուրջ մարդիկ, պատկառելի մարդիկ, փոստարի մարդիկ, չգիտեմ, օրինակ ֆինանսական բլոկից, չգիտեմ, փոխվարչապետները առնվազն, չգիտեմ, ինչ որ լուրջ տպավորություն են թողում, տարիքով մարդիկ կան, սպիտակ մազերով մարդիկ կան, ոչ մեկ չի կարող ասի ստոպ։ Դե իրանք այն անեկդոտի պրինցիպով են, չէ՞, որ նավը խորտակվում է, մեկը բան անում, ասում է Աստվածան, հա, ես բավականին շատ մեղքեր եմ գործել, հա, մարդկանց վատություն եմ արել, գողացել եմ, սպանել եմ, թալանել եմ, չգիտեմ, անճարել եմ, հիմա իմ խաթր դու մի ամբողջ նավ ես կործանում ես 5000 մարդուն, Աստված ասում է դու չես պատկերացնում ինչքան ժամանակ տևեց, ես ձեզ սաղից հավաքեմ միտեղ, էլի։ Հա, հիմա այդ բոլորը հավաքվել են միտեղ, թե սա ուղղակի ներսում են ինչ որ վախ կա իր հանդեպ, որ իրոք որոշակի դեպքերում որոշակի մարազմի արդեն հասնող բաները ողջունվում են եւ ցայն չի հանվում, վեճ չի արվում։ Ոնց է իրաց մոտ այդ։ Այդտեղ մարդկանց մի խումբ կա, որ նենց չի, որ այնտեղ են հայտնվել գաղափարական մղումներով, հայրենիքի, պետության ծառայության ցանկությամբ։ Հա, հիմա իրավիճակը ստեղծվել է, իշխանության են եկել, օգտվում են իշխանական հնարավորություններից, իրանց լավ են զգում եւ այլն, այսինքն այդ մի խումբը դա է։ Մի խումբը հանրարդարությամբ պետք է ընդունել, որ գաղափարապես այն գիծն են տանում, որ Նիկոլ Փաշինյանն է տանում, հա, այսինքն իրանք այդ գաղափարների կրողն են այս փուլում։ Տնտեսիկ չունեն, տուն չի գալիս, իր երեխին չի ասում, մամ, պապես ինչ է կանում։ Ես դա չգիտեմ, բայց ակնհայտորեն կա նաև երրորդ խումբը եւ դա հավանաբար այն մարդիկ, ում դու վկայակոչեցիր այդ խմբի մեջ են, իրենք ուղղակի պատաններ են։ Իրենց պետք է ազատագրել ինչ որ ձև։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ չեն ցանկանա տեսնել այդ իրողությունները, բայց կամ չեմ ուզում հիմա ասել կոմպրոմատների ուժով, չեմ ուզում ասել սպառնալիքների, բայց ակնհայտ է, որ եթե իրանք կարողանային անվնաս դուրս գալ process-ից, իրանք դա կանեին, բայց այս փուլում չեն կարողանում դա իրականացնել։ Բայց մենք բոլորս գիտենք, որ որոշակի ժամանակ անց պատանդը սիրահարվում է, հա, պատանդակալին եւ կարող արդեն ստեղել է, արդեն չեն կարող առանց իրանց, արդեն չեն կարող առանց կոմպրոմատի իրենց վրա ապրեն, չգիտեմ, ես իրեմ ասում, կան ինչ որ բաներ, հա, հասկանում ես քաղաքական գիծ, այնտեղ հակառուսականությունն է կամ ինչ որ հակապրոթուրքականությունն է, հակաղարաբաղցիությունն է, այսպես ասենք, բայց որոշակի մարազմ, չեմ ուզում վիրավորական բառ ասեմ, հա, աբսուրդ ինչ որ գաղափարներ են եւ էլի չեն կանգնում, ասում են, չէ, պետք չի, կոնե սա մի արա։ Դե կամ դա իշխանության մնալու անհագ ցանկությունն է եւ իշխանության տրված հնարավորությունները խորտակում են, ընդհանրենք այսպիսի ասացվածներով, որ իրենք չեն միտակ։ Նիկոլը բոլորին համոզում է, որ մենք ցմահ ենք, բոլորը մեր մեջքին կանգնած են։ Ես գիտեմ, որ ինքը ներսում այդ վստահությունը ներշնչում է, որ մենք դեռ երկար ենք լինելու, իրանք իսկապես մոռացել են իրենք որտեղից են եկել։ 18 թվականին, երբ որ իրանք իրականացրեցին քաղաքական փոփոխություն, միջև էլ գործող քաղաքական համակարգի ներկայացուցիչներն ասում էին, մենք հայլ կանք,
Բոլոր որոշումները իրականացվելու են Մելիք Ադամյան, մեր դեպ խաղ չկա, Մելիք Ադամյանով են անցնելու բաները, բոլոր որոշումները։ Այսինքն այս մարդիկ ոնց որ մոռացել են իրանք որտեղից են եկել, որ նախորդ համակարգն էլ մտածում էր շատ երկար ժամանակ կմնա իշխանություն ու մեկ էլ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։ Իրանք էլ են չէ ժամանակավոր։ Իրանք բոլորը խիստ ժամանակավոր են։ Կներես էլի մի մասը, ես ասեմ, մի մասը վստահաբար արդեն գիտի, որ հետո դուրս է գալու երկրից։ Այն ամենաշուստրիները արդեն գիտեն իրենց գլխի գալիքը ու գիտեն, որ պետք է երկրից դուրս գան։ Մի մասն ասում է դե լավ մեր դեմքով է հիշելու, որ հա այնտեղ նստած ենք եղել, բայց մեզ մարդ էլ չի ճանաչում, հազիվ հնարավոր է մանդատ այս այնա, այդ հնարավորություններից օգտվենք։ Բայց ասում եմ, իմաստն էլ կա, որ հանուն արդարության պատանդի ես երբեմն նայում եմ իրենց դեմքին ու զգում եմ, որ իրանք պատանդի կարգավիճակով։ Մարդուն շատ կենթանական վախ պետք է իր առածներ համար, եմ ասում նախորդները, նախորդները եւ այլն, հա, հայր ինչ որ վատ բաներ են արել կամ լավ բաներ են արել, բայց որոշակի կարմիր գիծ չեր անցել, հա, այս մարդիկ կոնկրետ Արցախ են տվել, հիմա եկեղեցի են քանդում, հետո ես իմ ինչ էր անում, այսինքն ես ուղղակի ուզում հասկանալ, դու այդ մարդկանց ուղղակի ամեն օր շաբաթը 4 օր տեսնում ես, հա, ստիպված ես տեսնել, այդ վարքագիծը իրենք չեն հասկանում, իրենք ինչ են արել, այդ վախի տորմոզով անջատել իրանց մոտ, այդ վախի պեդալը չկա իրանց։ Նիկոլ, իրանց այդ վստահությունը Նիկոլ Փաշինյանն է տալիս, դա պետք է ասել, որովհետև այլ կերպ չես բացատրի, ոնց է ստացվում, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը կանգնում է ասում Արցախը Հայաստանը եւ վերջ, բոլորը հետևից ծափահարում են, ասում են այո, Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո կանգնում է ասում Արցախը երբ Արցախը հայկական եղել, 91 թվականից էլ հանձնված է եղել, ով ասել, որ հազարամյակներով հայեր են այնտեղ ապրել, էլի կանգնում ծափահարում են Արցախն Ադրբեջանը եւ վերջ։ Մի օր ասում են կաթողիկոսը, մեր ամենայն հայոց կաթողիկոսը գնում են եկեղեցու օծման արարողությանը, հաղորդություն են ստանում նրանից, ամեն ինչ լավ է, մի տարի հետո կաթողիկոս չկա, Կտրիչ Ներսիսյանը էլի, վաու, Կտրիչ Ներսիսյան։ Հասկանում եք, այս բանը, այսինքն կա, իրանց մոտ ես միշտ ասում եմ միաստվածություն է։ Նիկոլն ասում է, մնացածը ենթարկում են իրենց Աստծուն։ Ցավոք սրտի այդպես է այնտեղ։ Իսկ ովքեր էլ որ մի քիչ շեղվում են, հատուկ հալածվում են։ Շատերը ասում են, հիմա դանդաղ գալիս ենք այն հիմնական հարցերից մեկին, շատերը ասում են, որ Նիկոլը ինքն իրանով իր տրամաբանության, բնավորությամբ, այդ էմոցիոնալ, գերեմոցիոնալ վիճակներով ի վիճակի չի միայնակ այսպիսի բան անել, որ ունի լավ խորհրդատուներ, եւ ունի, չգիտեմ, տեխնիկավարներ եւ այլն, շատերը նույնիսկ ասում են, որ ժամանակ ինքը որ գալիս էր ինչ-որ կառավարության նիստերին, որոշակի դերին տեխնիկներով կպցրած, ինչ-որ տենց այդ ծրագրով գրած, ինչ-որ բաներ են անում, քո կարծիքով դա կա, թե արդեն ինքը դարձել է լիարժեք, ինքն ամփոփ, այսպես ասենք, ավտորիտար գործիչ, հա, որ բռնապետ, որ արդեն որևէ մեկին լսելու կարիք չունի եւ միայն փորձում է իրեն խաղացնել, չգիտեմ, արտաքին հարթակներում։ Այն, որ որոշակի ազդեցություններ դրսից կան, ես դա տեսնում եմ, որ որոշակի օրակարգեր կան, որոնք աննորմալ է, որ Հայաստանում դա ծնվեին, հա, ցեղասպանության հարցը հարցականի տակ դնելը, հա, թե մենք հələ պետք է հասկանանք այդ ինչ իրողություններում է ցեղասպանություն եղել, հələ մենք պետք է հասկանանք այդ 1.5 միլիոն հայեր են, որ զոհվել են իրենց անուն ազգանուններով եւ այլն, թե այլ իրավիճակ է եղել։ Այսինքն այդ օրակարգը նորմալ, նույնիսկ Նիկոլ Փաշինյան անձի մոտ չէր կարող բնականից ծնվել։ Դա բնականաբար արտաքին օրակարգեր են եւ այդ օրակարգերի ինքը ուղղակի սպասարկուն է դառնում։ Եթե խոսքը ու տենց բազմաթիվ օրինակներ կան, եթե խոսքը ավելի տեխնոլոգիաների առումով, հա, իր հմտությունների մասին է, ես այստեղ 50-50 կարող եմ ասել։ Այո, ես գիտեմ, որ իրանց նաև որոշակիորեն աջակցություն տալիս են, որոշակի օգնում են, բայց այստեղ պետքա չթերագնահատել Նիկոլ Փաշինյանի քաղաքական այս հոտառությունը։ Դա հանուն արդարության պետք է ասեմ։ Օրինակ, երբ որ ինքը առավոտյան վերակենում, սրտի կանում, ինչ որ երաժշտություն է լսում եւ այլն, ես չեմ կարծում, որ դա ինչ որ այլ երկրի կամ այլ հատուկ մասնագետներ, քաղաքական տեխնոլոգներ են իրան խորհրդվել։ Ես կարծում եմ ինքը դա իր զգացողությամբ ինչ որ մի բան անում է։ Իր մոտ այդ քաղաքական հոտառությունը հանուն արդարության պետք է ընդունենք, հա, որ ինքը արտաքին քաղաքականությունը ես ինչ-որ միտեղ կարդացել, որ կոնկրետ սրտիկների պահը դա եղել է ինչ որ մեծ խոշոր PR կամպանիայի բան, ուղղակի ինքը սա խառնել է իրար։ Հա, իրան ասում եմ շորտ այդ մոտիկ պետք է լինի, սրտիկ ես իմ եւ այլն, մարդը որոշել է սա որ ինչ որ սրտիկ ծույլ։ Դե հենց այդ եմ ասում, ինքը հասկանում է, չէ, որ ինքը իր խիա թրաշվել։
որովհետև այդ անթրաշ վիճակով արդեն ինքը այդ ամբողջ պատերազմի, կորուստների եւ այլն իր այդ դեմքի վրա դաջված էր։ Ինքը թրաշվեց, որոշակի ֆոն փոփոխեց, հետո սկսեց սրտիկներ ցույց տալ, հետո ինչ որ տարբեր խմբերի համար ըստ նախասիրության երաժշտություն լսել։ Այսինքն ինքը որոշակի տեխնոլոգիաներ անում է ցույց տալու, որ ժողովուրդ ես ձեզ նման եմ, ես ձեզ նման երաժշտություն եմ լսում, ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ։ Այն ինչ որ 18 թվականին անում էր։ Հիմա չի կարա, չէ, գործողությամբ ցույց տա, որ սիրում եւ խոնարհվում է, որովհետեւ այն ողբերգությունները, որ ինքն է բերել, մի քիչ համահունչ չի։ Բայց մի հատ սրտիկը ցույց է տալիս, հետո անցում է իր սրտ գործին։ Որտեղ իր վստահությունը սրտիկով ինքը ինչ որ հարց է լուծում։ Փորձը ինքը եթե տեսեք, այս ամբողջ տարիների ընթացքում, հատկապես վերջի մի քանի տարիների ընթացքում, տարբեր մոդելներ, ինչ որ տարբերակներ ա գտնում, թե ինչպես հաղորդակցվի ժողովրդի հետ։ Մի դեպքում կրթվելը նորաձև է, մի դեպքում ընտանեկան ոդքասթն է, մի դեպքում սրտիկն է։ Ոնց հասկացանք, սրտիկը ամենաբանը էֆեկտիվ աշխատողներ այդ քանից, գոնե երիտասարդության մասով պետք է ասել, որ մի մասի համար ասում է հետաքրքիր կերպար է։ Պրոդվինուտի է, հələ այս մեկը հələ տես ինչ երաժշտություն է լսում, հələ տես ոնց է եւ այլն։ Այսինքն ինքը անընդհատ փորձարկում է, թե ոնց կարա իր այդ բացասական ֆոնը իրանից հանի եւ ինչքան կարա անմիջական կապ ստեղծվի ժողովրդի հետ եւ այդ տարբեր փորձարկումները մենք ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, դրանցից մեկը ընդհանրապես վերջի այդ սրտիկներն ու երաժշտությունն են կամ ցիլոն, դա էլ չէ, որ գցում բռնում ես ասում ես դե լավ ինչ որ աերոդրոմ կերպ կամ Հա, դա էլ չէ, բան չի, այտենց իրականում պետք է ընդունել, որ երիտասարդությունը քաղաքական process-ներ բերելը, ով կարացավ երիտասարդներին քաղաքական process-ում իր կողմը բերել, իր մոտ լինելու է հաջողություն։ Սա բոլորն են հասկանում։ Հիմա ինքը կոնկրետ աշխատում է այդ սեգմենտի վրա։ Ինքը լավ գիտի, որ 50 կամ 60 ավելի շուտ պլյուս տարիքային սեգմենտի որոշ մեր հայրենակիցներ իրան սատարում են։ Ինքը գիտի, որ դա հնարավորինս կոռեկտ է։ Ես այդ մարդկանց հետ որ շփվում եմ, ընդ որում ես իրենց ուսումնասիրել եմ եւ 21 թվականի ընտրությունների ժամանակ եմ ուսումնասիրել եւ Արմեն Գրիգորյանի հետ խոսել ենք բավական երկար այդ թեմայով։ Ես ասեմ, ինքը որ ասում սնուցող մայր էր, ինքը նկատի ունի այդ կատեգորիային։ Հիմա ես իմ հարցն եմ ուզում տամ, երկար ժամանակ չեմ բանանում, կարողանում ոնց է լինում Նիկոլ Փաշինյանը հանգիստ վիճակով գալիս է խորհրդարան, կառավարության հարցը պատասխանի ժամին, գալիս է քո հարց տալու ժամանակը եւ մենք ինչ որ այլայլված Նիկոլ Փաշինյանն ենք տեսնում, էմոցիոնալ, ափերից դուրս եկած եւ այն դու այդ կնոպկի տեղը գիտես, արդեն սովորել ես, այսինքն սա դու արդեն հասկանում ես այդ բանը ինչ պետք է հարցնես եւ ինչն է որն է այդ թույլ տեղը որ դու խփում ես էլի որովհետեւ ասեմ բացառությամբ երևի 2-3 հոգու հա ընդդիմության մեջ այդ էֆեկտը չի ստացվում էլի որովհետեւ որի ժամանակ կարողանում է հավասարակշռությունը փայ ինչն է իր խնդիրը կողքից Միջայլոց ինքը պետք է ընդունել որ երբեմն իր զայրույթը դրսևորվում է պլանավորած Այսինքն ինքը հատուկ էմոցիա է տալիս, երբ որ նույնիսկ Բայց մեկ էլ բլթացնում է, ես այն ամենամեծ բլթերը եղել են ձեր հարցը պատասխանի ժամանակ։ Բայց կան իրավիճակներ եւ մի քանի անգամ եղել է կոնկրետ ինձ այդ հարցը պատասխանի ժամանակ, որտեղ ես հո տեսնում եմ ինքը հատուկ ահունից դուրս գալիս, թե անվերահսկելի իրավիճակում է։ Եվ մի անգամը այնքան անվերահսկելի էր, ուղղակի իր աչքերի մեջ հնարավոր չէր նայել, որովհետև չգիտեմ, էլի անկառավարելի էր, հասկանում ես, գնում է, գալիս է, չի կարողանում իր տեղը գտնի, սկսում է հայհոյել, ինձ չի կարողանում հատուկ բան ասի։ Հա դիմացի գնաց տեղը նստեց, հետո Սերյան Օհանյանին Արծվիկին ասաց, ձեր երկուսով հələ պետք է զբաղվեն ու իրականում հետո դատախազը եկավ իրենց ծանծառ մխելությունից զրկեց եւ այլն։ Որ ասեմ, տենց հատուկ, եթե գամ դրան կնոպկայի տեղը գիտեմ, չէ, բայց որոշակի վերլուծություն անելով ես հասկանում եմ, որ հատկապես եթե հարց ես տալիս կոռուպցիայի մասին, հարց ես տալիս կոնկրետ փաստերով, որտեղից ինքը չի կարա այս կողմ գնա, այն կողմ գնա, ինքը ավելի ոնց որ քանի որ կոնկրետ պատասխան չունի, հունից դուրս է գալիս, որ ինչ որ մեկի համար հիմա իրան ասում ես, նայ, կոռուպցիան վխտում է երկրում, ինքը դրա պատասխանը չունի, ինչ պատասխանի։ Ինչ է այդպես ռեակցիա տալիս։ Որտեղ Արցախը հանձնելու որ դրանց ռեակցիա չտալիս։ Որտեղ հանձնելու վերաբերյալ ինքը հազարը պատճառ կար ասի։ Նախկիներն ասի, նախկիներից օգնի կանցնի ռուսներին, ռուսներից օգնի կանցնի Արցախի ղեկավարությանը, Արցախի ղեկավարությունից օգնի կանցնի բանին, դասալիքներին։ Ու ինքը 15 հատ պատճառ իր համար արդեն ձևակերպված ունի, տարիներ շարունակ ժողովրդին համոզելա, որ այս ես խեղճ Նիկոլը ինչ անեի, տեսեք ռուսներն ինչ արեցին,
տեսեք նախկիներն ինչ արեցին, տեսեք այս մեկն ինչ արեց, այն մեկն ինչ արեց, այն մեկն ինչ արեց, ինքը դրա պատասխաններն իրար։ Ոչ թե չի մտածում, որ ինքը մեղավոր է։ Ձեր միլիարդներով եսին բանման, բայց էլ չի աշխատում իմ կարծիքով պատասխանը։ Չէ, միշտ չի որ տենց է ստացվում։ Այսինքն, երբ որ ես իրան օրինակ ասում եմ, անիֆով, այս ինչ մարդը 1.5 միլիարդ փոխանցել է օֆշոր։ Հիմա դրան ինչ պատասխանի։ Ինքը գիտի որ տենց է։ Ինքը լավ գիտի այդ ամբողջ փաստը ու ինքը ավելին գիտի որ դրանից 1000 պատիկ անգամ վատ բաներ կան, որոնց մասին մենք հələ տեղյակ չենք։ Ու ինքը այդ էմոցիաների տակ հասկանում է որ հələ նախ սա կա ինքը տարատակից չի կարողանում դուրս գալ ու հետեւաբար ընկնում է էմոցիաների մեջ։ Ասում է բա որ այն մնացածն էլ բացահայտվի, բա որ հերթով սա այս ամեն ինչի մասին խոսվի։ Պատասխան չի նշանակում ինքը թեմայի մեջ է, թե Կոնկրետ Անիֆի պարագայում ես ունեմ կարծիք, որ անհնար է, որ Նիկոլ Փաշինյանի անձը ինչ որ ձև այս կամ այն ձևով ներգրաված չլինի գործընթացին, որտեղ հնարավոր չի 70 միլիոն դոլար ուղակի կորի ցնդի ու դրա համար ոչ մեկ պատասխանատվության չենթարկվի։ 3 տարի շարունակ մշտապես հարցրել եմ, ինչ եղավ Անիֆի գործը։ Գումարները չկան, պրոդուկտը չկա, ինչ է կարել։ 3 տարի հետո նոր քրեական վարույթում հայտնվել է մեղադրյալներ, ընդ որում մեղադրյալներն էլ Հայաստանի Հանրապետությունում չեն։ Ու ընդ որում մեղադրյալների մեջ օրինակ Տիգրան Ավինյանը չկա, որ Անիֆի բանախորհրդի նախագահ է եղել ու բազմաթիվ որոշումներ ինքնակամ։ Տիգրան Ավինյանը ու Արփեն Թորոսյանը աձեռնմխելի անձինք են։ Ես մի անգամ ինձ համար դա հասկացել է, երբ որ COVID-ի հետ կապված որոշակի բացահայտումներ գնացին, հասան մինչև Սիմոնյան Գևորգ, եթե չեմ սխալվում, եւ հետագա քայլը պետք է լիներ Արսեն Թորոսյան ու Տիգրան Ավենյան, որտեղ երկուսով են հիմնականում այդ գործերը արել, հա, COVID-ի հետ կապված մեկը Պարետներ, մյուսն բան նախարարեր ու կանգնեց։ Իսկ դու հիշում ես այդ ընթացքում, երբ որ COVID-ի չարաշահումների այդ գումարների մսխման թեման լավ էսպես թափ էր առել, բոլոր հետաքննական լրագրողները դրա մասին էին գրում, Արսեն Թորոսյանը, էլ դատախազին, էլ քնչականի պետին, տեսնես ինչ սուր հարցեր էր հնչեցնում, ու սենց կոնկրետ դեմ էր տալիս պատին։ Մենք էլ մի օր հոպ այդ գործը կանգնում է, գործընթացը COVID-ի հետ կապված կանգնում է, Գևորգ Սիմոնյանի վրա կարծեմ կալանավորվեց, հետո դուրս եկավ։ Ու Արսեն Թորոսյանը ստանում է ինդուլգենցիա, ամեն ինչ անելու, ամեն ինչ խոսելու։ Դա նշանակում է, որովհետև այդպիսի կարծիք էլ կա, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ ասել, որ իրենց ինքը նույնիսկ ցանկության դեպքում չի կարողանա ձեռ տալ, փուր տալ եւ այլն բան, որովհետև ինչ որ իրենց մեջքին կանգնած են այդ միջազգային օրեր, որոնք ցույց են տալիս, որպեսզի ինքը իրենց այդ ինչ որ բան անի, որովհետև մեկ չեմ հավատում, հա, տեսնելով մնացած այդ ինքը ինչ է անում, բայց մյուս կողմից հենց գործը գալիս է նույն Անիֆի պահով կամ COVID-ի պահով, որտեղ Տիգրան Ավինյանի մասին միանգամից մոռանում են։ Ընդ որում ես նույնիսկ չեմ ասի, որ Տիգրան Ավինյանը մի մեծ սիրով տողորված է դեպի Նիկոլ Փաշինյան։ Այս ամբողջ հարցը դա է, որ զգացվում է, որ Նիկոլ Փաշինյան-Ավինյան որոշակի այնտեղ չեմ ասի կոնֆլիկտ կա, որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մեկ կոնֆլիկտ չի կարող ունենա ներսում, բայց որոշակի տարակարծություն կա, մոտեցումների տարբերություն կա, բայց ակնհայտ է, որ հիմա սա ուղղակի ենթադրությունների դաշտից է բնականաբար, որ իրանք էլ ինչ որ լծակ ունեն Նիկոլ Փաշինյանի վրա, այսինքն ինչ որ տեղ այդ գումարների մսխումը առնչվում է Նիկոլ Փաշինյանի, թե չէ Նիկոլ Փաշինյանը այնքան մարդու մատաղարել է ընթացքում, ինչ խնդիր կլիներ, որ օրինակ այդ իրանցից մեկին Արսեն Թորոսյանին կամ Ավինյանին այս ընթացքում մատաղաներ։ Հետևաբար ինքը հասկանում է, որ եթե Ավինյանի հետևից գնան, Ավինյանը լասելու է, չէ, իր մասին։ Ինչ որ շղթայով տանելու է դեպի իրան։ Հակառակ դեպքում իսկապես ես տրամաբանությունը չեմ գտնում։ Ես ասել եմ, որ Արսեն Թորոսյանը ինչ որ WhatsApp-ների հավաքածու ունի, հա, որ իրեն ինչ որ բաներ են ասվել եւ այլն, ցած հավաքել է եւ խնամքով պահում է, որ եթե անկասակ ինչ որ մի բան լինի, միանգամից դա ինչ որ ջրերս դուրս գա, աստուն էլի մարդիկ կան, որ Փաշինյանի վախը բռնել են։ Ու հետո ինչն է հետաքրքիր, ինչը իրականում վատ պրակտիկա է։ Թիմի ներսում բոլորը բոլորի նկատմամբ ինչ որ կոմպրոմատներ են հավաքում։ Ես չգիտեմ իշխանական բուրգում սովորաբար այդպես է լինում թե չէ, բայց այստեղ օրինակ նույնիսկ կողքից հետևելու ներսից ինֆորմացիա պետք է չի ունենալ։ Կողքից տեսնում ես թե մեկը մեկի վրա ոնց է աշխատում ու Նիկոլ Փաշինյանը մեկի վրա է կոմպրոմատ ունեն, մեկը մյուսի վրա, ու տենց անընդհատ այս կոմպրոմատների ամբողջ մեխանիզմով աշխատում են։ Օրինակ ԱԱԾ նախկին պետ Աբազյանի
Նիկոլ Փաշինյանը չի հեռացրել նրա համար, որ ինքը իր տան հայտնի պատմությունը, որ պետքա ենթադրվում էր, որ դա ապօրինի գույք պետքա լիներ Գագիկ Ծառուկյանին առնչվող անձի մոտ, հենց այդ գույքը, այդ նույն շենքում մի քանի տուն կար, հենց այդ տունը հանում են ապօրինի գույքի ցանկից, այդ տունը հետո ձեռքաբերում Աբազյանի որդին բավականին թանկ գումարով, բայց հասկանալի է, որ օրինակ այս բանը ունենալով, այս տեղեկատվություն ունենալով Աբազյանը շարունակել է աշխատել, այդ կոմպրոմատն էլ ինչ որ ձև օգտագործել եւ Աբազյանը հեռացվել է աշխատանքից միայն այն ժամանակ, երբ չի կատարել իր բանը, այո, Մասկիշոն Սամվել Կարապետյանի հետ կապված։ Ավելի նմանատիպ մի պատմություն հիմա ասում են օրինակ գործողած ղեկավարի մասով, որ տան ձեռքբերում կա եւ այլն դրա մասին ես առանձին անդրադարձ կատարելու եմ, խնդրում եմ իմ հետևել իմ ելույթներին։ Արգծերիչը բացենք, ինձ ուրիշ հարց է հետաքրքրում։ Ես նայել եմ ԱԱԾ-ի կայքում, հա, զետեղված ինֆորմացիան ԱԱԾ-ի կառուցվածքի մասին, ու բացի ԱԱԾ-ի ղեկավարից կան տեղակալներ, որոնք բավականին փորձառու մարդիկ են։ Եվ գլոբալ առումով իրենք պետք է լինեն խորհրդային պետության ներկայացուցիչներ, բայց Ես այնքան ցավով եմ սա ասում։ Անդորում ազգային անվտանգությունը ես միշտ բոլորին ասել եմ եւ որ եթե դու քո մոտ ուսադիր ես գրում, հա, այդ ուսադիրը պետականության ու խորհրդային պետության մաս է, այսինքն քո ուսադիրը պարտավորեցնում է քեզ պաշտպանել պետությունը եւ եղած բան, եթե պետք լինի, պետությունը նաեւ ներքին վտանգից պաշտպանես, այսինքն հիմա այս մարտիկը դե ԱԱԾ-ն է, գիտեմ, միշտ եղել է կառույց, որը ինչ որ իր յուրահատկություններն է ունեցել, իր նրբություններն է ունեցել, ու հիմա այդ տեղակալների էլի հոգեբանության մասում խոսեցինք արդեն, հա, գեներալների բաների մասին, իրանք չեն տեսնում պետության հետ ինչա կատարվում։ Պետք է ասել, որ ԱԱԾ-ն բավականին այսպես բազմաթիվ ֆունկցիաներ ԱԱԾ-ից վերցվել է, տրվել է մի դեպքում քննչականի, մի դեպքում նորաստեղծ արտաքին հետախուզության ծառայությունը, Քրիստինե Գրիգորյանի, պետական պահպանության տրվել է բանին Նիկոլի Ամիջական կուրացիային, այսինքն բազմաթիվ այն ոլորտները, որոնք ամիջական ԱԱԾ-ի համակարգման ներքո են, հիմա այլևս այնտեղ չեն, ինքը բավականին սահմանափակ բաներով, հնարավորություններով, լիազորություններով կառույց է դարձել, բայց նույնիսկ այդ պարագայում, օրինակ վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ ծառայողներ, որոնք այս կամ այն ձև կապ ունեն, օրինակ ընդդիմադիր որևէ շերտի հետ, իրանք բոլորը աշխատանքից հեռացվել են։ Այսինքն այս մարդկանց մոտ բան կա էլի, sense կրիտերիաներից մեկը նիկոլականությունն է, այսինքն կամ դու տոտալ պետքա Նիկոլի ամբողջական սատարումն ունենաս, կամ դու ուղղակի պետքա հեռացվես աշխատանքից։ Ու այդ հենց այդ խորքային պետության գաղափարն է, չէ՞, որ մարդիկ բա տասնամյակներով ծառայել են պետությանը, տասնամյակներով իրենց գործառույթն են իրականացնում։ Հիմա ինչա որ որևէ մեկը ինչ որ մեկին հերրու բարեկամա, բաժանաղա, չգիտեմ ինչա, այդ մարդկանց հեռացնում են։ Ինչու՞ մեր մոտ խորհրդային պետություն չձևավորվեց, ի՞նչն է խնդիրը։ Մի կողմից ասում եմ, այո, կան որոշակի առանձնահատկություններ, այդ հարմարվողականությունը, դե տուն պահել եւ մյուս կողմից էլ մտածում եմ, արդյոք 30 տարին բավարար ժամանակահատված էր խորքային պետության կառուցման տեսանկյունից։ Միգուցե ուղղակի ժամանակահատվածի խնդիր էր։ Ու ընդ որում նենց չի, որ մենք 30 ամբողջական տարիներ ենք ունեցել հանգիստ ռեժիմով այդ բանը խորքային պետությունը ձևավորելու համար։ Միգուցե այն բոլոր մարտահրավերները, որ ունեցել ենք, այնքան բան այսպես տեկտոնիկ շարժերի է ենթարկել մեր կառուցվածքը պետական մտածողության, որ բավարար չի եղել այդ խորքային պետությունը կառուցելու համար, բայց ես վստահ եմ, որ ազգային պետությունը առանց այդ խորքային ինստիտուցիոնալ մտածողության կառույցների ուղղակի հնարավոր չի պահպանել։ Մարդիկ մեկ-մեկ գալիս են ԱԺ, չէ, դուք նայում եք իրար աչքերի մեջ, ինչ է կարդում այդ աչքերում, ինչ կա։ Եթե շատ པարզ պատասխանեմ առանց խորքային բանի, որ արագ-արագ խոսանք գնանք։ Ինչ կլինի արագ հարցեր մի տվեք, մենք բան չունենք պատասխանելու։ Այս վերջերս էլի ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալը երկարամյա փորձ ունեցող մարդ։ Այդ ոլորտի հնաբնակներից, որ իր ոլորտի մասնագետ է։ Եկել է դիմացս նստել է, ասում եմ, ինձ կարող եք բացատրել։ Օրինակ ալֆա ջոկատը, ա ջոկատը։ Հակատերորիստական գործողություն է իրականացնում, պետության ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ է չեզոքացնում։ Անմարդ այդ ալֆա ջոկատի տղեկի մասկեքով, որ ուղարկում եք Կոչուբաևին Պոլին տան, հա Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի տուն ներխուժեն, կամ որ ուղարկում եք բանի քահանաների, որ համոզեն կամ ստիպեն, որ զեղչեն կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ։ Բայց դուք չեք ամաչում։ Ածն դրա համար է,
Այդ հանցագործները վխտում են, ինչքան լրտեսկա ստեղ այնտեղ նստած է գործունեությունա ծավալում, դուք ընկել եք ինչի հետևից։ Ձեր ալֆա ջոկատը դրա համար պետքա ծառայի, որ գնաք առավոտ Բալուսով Նարեկ Սամսոնյանի երեխեքի առաջ իր հորը այսպես ձեռները 11 տանեք։ Բայց ինչից ինչ կարելի է դառնալ, դուք չեք ամաչում դրանից։ Որևէ արձագանք բնականաբար չկա դրան։ Հիմա բերել են օրենքի այդ օրենքի նախագծի շրջանակներում ասում է այնպիսի պայմաններ ստեղծենք, տարիքային շեմը բարձրացնենք, որպեսզի գրավիչ լինի բանի մարդկանց համար գան ծառային ազգային անվտանգության ծառայություն։ Հիմա ես սովորական մարդու տեսանկյունից եմ նայում։ Գա ազգային անվտանգության ծառայությունում աշխատի, որ մի օր ուղարկեք եկեղեցու վրա, մի օր ուղարկեք բանի վրա, advocate-ի վրա, մի օր ուղարկեք, չգիտեմ, ասենք մարդը գալիս է պետությանը ծառայի, թե կոնկրետ անձին ծառայի։ Ու ազգային անվտանգության ծառայության այն մարդիկ, ովքեր գնում են այդտեղ ծառայելու, հաստատ գաղափարների համար են գնում ծառայում, չէ՞։ Հաստատ մարդու համար չեն գնա ծառայելու։ Հակառակ դեպքում կգնային ԿՊ Նիկոլ Փաշինյանին օտիդո կծառայեին, կուսակցական տարբեր պաշտոններ կունենային, լավ էլ տեղավորված կլինեին։ Բայց գալիս են ազգային անվտանգության ծառայություն, որ պետությանը ծառայեն, չէ՞։ Հիմա այդ մարդկանց ինչի եք այդ վիճակի մեջ դնում։ Բայց ես էլ հո գիտեմ, որ այնտեղ լիքը մարդիկ ամաչում են արդեն։ Ամաչում են, առաջ ոնց էր, որ ասում էին ազգային անվտանգության ծառայությունը։ Գնաց տարիներով տակտիկ տալը պարապես վարժվես, գնաց շուր ակադեմիաներ սովորես գաս ու գնաս, չգիտեմ, բլոգեր բռնելու։ Հենց այդ եմ ասում, բլոգեր բռնելու ու լուրջ դեմքով։ Լուրջ դեմքով, մասկեքով, ասած ինչ որ հատուկ կարգավիճակով, դե լավ, այդ տղեկին էլ է, չէ՞ պետք։ Ասենք այդ ոչ այն ասես տղեկ ինչ եք անում գնացեք, բայց մյուս կողմից էլ այդ տղեկին այդ ինչ վիճակի մեջ եք գցում։ Ախր ոնց կարա, օրինակ Անդրանիկ Սիմոնյանն էլ տեսեք, տենց այդ սրընթաց աճով եկավ հասավ այդտեղ, ինքը չունի այդ ինստիտուցիոնալ հիշողությունը, ինքը չի պատկերացնում երևի թե ինչ բանի կառույցի ղեկավար է ինքը հանդիսանում։ Հա, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հրահանգը տալիս է, որ սենց պիտի լինի, սենց պիտի լինի, ինքն էլ դա իրականացնում է, ինքը ժամանակին ավելի հայտնի է։ Նիկոլ Փաշինյանը չի տեսնում, որ դա չաշխատեց ժամանակին, որովհետև Սերժ Սարգսյանի ժամանակ էլ ԱԱԾ-ի պետ նշանակվեց մարդ, որը կառույցի հետ ընդհանրապես կապ չուներ եւ դա փաստացի ես չգիտեմ դա էլ ուսումնասիրության արժանի բան է, բայց փաստացի չկարողացա կամ չտիրապետեց այդ իրավիճակի եւ ես ցավում եմ էլի իր մարդու այդ մարդու համար բավականին լավ գիտակ իրավաբան հանրավորություններ, բայց այդ պրիոմը չաշխատեց էլի, այսինքն դու որ բերում ես կառույց դրսից մարդ ու ստանում ես ի վերջո մի երևույթ, որ առնվազն, այսպես ասենք, տեղակ չեն եղել կամ չեն կառավարել կամ ինչ-որ բան չեղել, ինչ է կրկնում սխալը նույնը։ Ինձ թվում է ինքը հիմա մեկ կրիտերիա ունի, երբ որ ինչ-որտեղ մարդկանց է նշանակում 100%-անոց ենթակայություն, հնազանդություն։ Եթե մարդը 100%-ով ենթակա ու հնազանդություն է դրսևորում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, էլեական չի ինքը տիրապետում է ոլորտին, չի տիրապետում ոլորտին, պարզ է, չէ՞ որ ինքը չի տիրապետում ոլորտին։ Հա ինքը տեղակալ աշխատել է մի քանի տարիներ, բայց այնպես տիրապետումը կարող է որոշակի հետո process-ներ գեներացնել, որ այդ տիրապետումը իր վրա վերահսկում է, որտեղ բոլոր տեղերը, օրինակ նույն քննչականի ղեկավարը, ամեն անգամ քննչականի ղեկավար փոխվելուց մենք մտածում ենք ավելի ծառայամի դժվար կգտնվի, չէ՞, բայց յուրաքանչյուր հաջորդը Արգիշտի Քարամյանից հետո եկած քննչական կոմիտեի ղեկավարը շատ ավելի մեծ հոժարականությամբ իրան ասեն կաթողիկոս էլ ձերբակալի, կաթողիկոսն էլ կձերբակալի, ինչ խնդիր կա, որ ասենք, երբ որ հարցում եմ լավ քննիչներին ուղարկում եք առավոտ Բարլուսով բանի հոգևորականների տուն, մարդը հոգևորականը նույնիսկ չի հասնում գիշերած գեստը փոխի, քննիչն ասում է չգնաց փոխելու, ոնց կա ստենց մնա։ Լավ, դա ինչ վերաբերմունք։ Ես ամենաշատը այս բարոյական անկման համար եմ մտածում։ Լավ, այս անդունդից մի ձև պետքա դուրս գալ, չէ՞։ մամա, պապա был, հա, որ հիմա Տիկնան, ախր հետո մարդու աչքերի մեջ նայելու հարցը չէ առաջանում։ Ախր դու ոնց երեխեքին կնքի, չգիտեմ, հարսանիքի փորձելու եկեղեցական բերի, չգիտեմ, եկեղեցի մտնում ամեն դեպքում թափուն չեմ պատկերացնում, որ բոլորը տենց բայ-բայաթեիստներ են, հա, մարտական ոչ, չգիտեմ, ասում չեն Բայց իրանք բոլորը ասում են, որ մենք գիտեք ինչ եկեղեցի բան ենք, քրիստոնյաներ ենք, ոնց ենք ամեն կիրակի գնում ենք եկեղեցի պատարակի եւ այլն, բոլորն իրանց տենց են դիրքավորում ու հետեւաբար ասում են մենք եկեղեցին պետք է մաքրենք ու հետո հիշում են, որ բայց կճոյաններով են գնում, էլի։ Հա, դա էլ абսուրդ է, հա, որ այդ process-ին։ հետաքրքիր է, գիտեք, որ Փաշինյանի դեպքում այսպես արևմտան է, հա, չնայած ես մտածում եմ արևմտան մեջ է ցանկացած բան արևմտքին էլ կդավաճանի, Իրանը Թուրքիան է, հա, իր ուղղությունները, իր ամբողջ պատկերացումները,
բայց վերջում մի այնպեսի քահանա, հա, արդեն քարքալույց, որը չգիտեմ կադրովի ֆանատն է, այսինքն այստեղ ինչ պրոբլեմներ ունի։ Դա այդ Տեր Արամի կամ Գիտեմ, բանի կուսակրոնության խախտման դեմ պայքարում է կուսակրոնության խախտած այդ հոգևորականով կամ չգիտեմ պարլամենտում, ընդորում ուզում դա հասկանամ, եթե ինքը մի ամիս առաջ պարլամենտում կճանից է խոսում, հա, հետո ոնց է ինքը դա մոռանում ու միանգամից տենց կճանով փորձում է պայքարել։ Ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո Ինձ միջադեպ մեկ զանգում փորձում են մեկնաբանել իրար, ասում են, «Ահա ինչ եք մտածում, մեկ ամիս հետո Հայաստանը մոտավորապես քաղաքական որտեղ կտեղորի», ասում ժողով, ես 2 ժամվա գարանտիա չեմ կարող տալ, ասում եմ, մենք ունենք մի հատ վարչապետ, որը առավոտը մի բան ասում, ցերեկը երգում է, երեկոյան ինչ որ դեռ ուրիշ բան ասում։ դա որոշակի շոկ առաջացնում է։ Մի րոպե, դու սենց բան ասիր, հիմա սենց բան ես ասում։ Հետո բանը դիսկոմֆորտ էր առաջացնում, որ ոնց կարա երկրի թիվ 1 պաշտոնյան սովորական քաղաքացու համար նույնիսկ կարծիքի նման փոփոխությունը, դիրքորոշման փոփոխությունը կամ սուտ ասելը անընդունել է։ Պատկերացնում եք թիվ 1 պաշտոնյայի համար ինչ բան կլինի, էլի խնդիրահարույց։ Հիմա դարձել է նորմա։ Պետք է ընդունել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, ասում են, հա դե լավ։ Նիկոլն էլի Նիկոլնա մի բան ասեց, անցավ գնաց։ Այսինքն այդ իմունիտետը ինքը ինչ որ իմունիտետ է սկսել ձևավորել մեր հասարակության մոտ, որ դե նորմալ է որ սուտ խոսան, դե նորմալ է որ մի բան Կճոյանին ինչ ասի, հետո Կճոյանի հետ սրբազան պատվարժան, սրբազան հայրեր։ Մենք մեծ առաքելություն ենք ստանձնել եւ այլն։ Ինչքան ծիծաղալու է կողքից, բայց իր համար այդ խնդիր չի, ինքը ընդհանրապես դիսկոմֆորտ չունի։ Մի բան առավոտն ասի, կեսօրին հերքի, երեկոյան ընդհանրապես երրորդ այլ մեկ Ասում են ինձ օրինա որ դուրս են անում բաներ անում։ Դա տեսակի հարց է։ Օրինակ մարդ կա, չէ, բացի այդ սուտ ասելը եւ այլն, մարդ կա, որ ինքը իր տեսակով որտեղ գնում է պետք է ավելի խաղաղ միջավայր ձևավորվի, ինչ որ բան կարգ ու կանոն ձևավորվի, ապագային գնացող ծրագրեր մշակի եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը իր տեսակով ինքը կոնֆլիկտի մարդ է։ Իր բնական միջավայրը ոչ թե խաղաղությունն ու համակեցությունը, այլ կոնֆլիկտն է։ Ինքը իրան նորմալ զգում է միայն կոնֆլիկտի միջավայրում, երբ կա անընդհատ թիրախ, երբ կա այս բան իրար ուտել, էներգետիկ վամպիր է։ ինքը էներգետիկ վամպիր է, ինքը բաժանիր որտիր ես ցանկացած, վերջում մի հատ ցանկացած ոլորտ, որտեղ բաժանված չի տվյալ ոլորտը։ Մնացել էր եկեղեցին էլ բաժանված։ Եկեղեցում կան պրոնիկոլական եւ ոչ նիկոլական, հա, բաներ, հոգեվորականներ ու բոլոր ոլորտները վերցրու իրավաբանություն, հաշվապահություն, տարական բաներ եմ ասում, հա, այդ բոլոր ոլորտները բանը պարակտված են ըստ նրա թե քաղաքական նախասիրությունն ինչ է։ Ու դա ոչ թե բնական է ստացվել, այլ իշխանությունը փորձել է ամեն ինչ անի, որ այդ պարակտվածությունը յուրաքանչյուր ոլորտում լինի։ Մի փոքր քաղաքականից Փաշինյանից փոխվենք, նա ես նաև կարծացել եմ, որ դու դիվանագիտական ակադեմիան ես ավարտել, իմ կարծիքով որոշակի, այսպես ասենք, սեր ունես դեպի այդ ուղղություն, այսինքն ավարտելուց դու քեզ որտեղ ես պատկերացնում եւ հիմա նույնիսկ պատկերացնում ես քեզ այնտեղ հաստատ իշխանապողություն լինի, որ ոլորտում ես քեզ ավելի շատ պատկերացնում։ Ես դիվանագիտական դպրոցն ավարտելու նպատակադրումս հենց նա էր, որ ես դիվանագիտական կորպուսում աշխատեմ, բայց այդպես չստացվեց։ Չնայած ես ունեցել եմ բավականին բարձր առաջադիմություն եւ այլն, հիմա այդտեղ չխորանանք երկար տարիների պատմությունը, բայց նախորդ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նարբանդյանը որոշեց, որ ես չպետք է լինեմ դիվանագիտական կորպուսում եւ իմ փոխարեն իմիջիայից այստեղ սեռային դիսկրիմինացիան աշխատեց եւ իմ փոխարեն տղա դիվանագետի ընդունեցին աշխատանքի, բայց դա հավանաբար այն պատճառով, որովհետեւ ես այս ճանապարհով պետք է անցնեի։ Իրականում որպես դեսպան աշխատեր, թե որպես դեսպանը բնականաբար կարիերային որոշակի աճ, այսինքն իսկ որտեղ է ուզում դեսպան աշխատել։ Չէ, այտենց ոչ թե երազացի երկիր որ ընտանիք ուզում այստեղ։ Իրականում չէ, այսինքն որտեղ որ մաքսիմալ կարող ես էֆեկտիվ լինել։ Հիմա էլ որ ասեք որտեղ կլինեմ, լավ կլինի որտեղ, հիմա պետք է հաշվարկել որտեղ կարող եմ լավագույն էֆեկտը ունենալ, ամենալավը որտեղ կաշխատեմ այնտեղ։ Ու դա նախասիրության հարց չի, էֆեկտիվության հարց է, արդյունավետության հարց է, զուտ դա է։ Ես, այո, պետք է ընդունեմ, որ երկար ժամանակ հանրային քաղաքական ակտիվությունը այնպես չի, որ 100% ներդաշնակություն եմ զգացել այդ ոլորտում, այսինքն պատգամավորական գործունեությունը հանրային քաղաքական գործունեություն է, եւ ես այնպես չի, որ շատ բան հանգիստ է դա ինձ մոտ ստացվել, ինձ համար շատ հեշտ դա չի եղել, որովհետեւ ես տեսակով այդքան էլ հանրային մարդ չեմ։ Կարող է հիմա դու չհամաձայնես, բայց ես ինձ ավելի լավ ճանաչելով հասկանում եմ, որ շատ բարդ ճանապարհ եմ անցել, եւ եթե հիմա որոշակի
կարողանում եմ իմ հանրային խոսքում, իմ կեցվածքում որոշակի դրական աճ ունենալ, դա որոշակի ճանապարհի հետևանք է եւ հիմա ես ներդաշնակ եմ իմ գործունեության հետ, որովհետեւ մի քանի տարի առաջ այդքան էլ հեշտ չէր ինձ համար եւ ես դիվանագիտական կորպուսի աշխատանքը շատ ավելի կնախընտրեի։ Հիմա բարդ է ասել, թե որ ոլորտում ինձ ապագայում կպատկերացնեմ։ Չնայած կրիտերիան դա է, որտեղ ամենաէֆեկտիվը կլինեմ, որտեղ ի վիճակի եմ իմ կարողություններով, իմ հնարավորություններով լուծումներ առաջարկել եւ այդ ոլորտը առաջ տանել, մենակ այդտեղ կաշխատեմ։ Դու իմացար, որ նախընտրական ցուցակի 3-րդ համարն է։ Զգացումներ կային եւ ընտանիքը ոնց վերաբերվեց դրան։ Ինձ թվում է դու տեղյակ ես ինչ եմ մտածել այդ ժամանակ։ Ես մտածել եմ, որ ես պատրաստ չեմ նրան, որ իրականում 3-րդ համար լինելը բավականին մեծ պատասխանատվություն է։ Այդ ժամանակահատվածում բնական է մենք հիմնական ընդդիմադիր բևեռն էինք, այսինքն իշխանության գալու մեծ հավակնություն, ամենամեծ հավակնություն ներկայացրած ուժը եւ 3-րդ համար լինելը, ընդ որում ես բարձր չէ որ փորձառու քաղաքական գործիչ չէի, մի քանի ամսվա քաղաքական գործունեություն ունեի այդ ժամանակ, այսինքն բագաժով շատ մեծ ինքն էլ խառը իրավիճակ, քաոս, բոլորի դեմ իրավիճակում հեշտ չէր։ Ու ես նույնիսկ մտածում եմ, որ ճիշտ էլ չի, որ 3-րդը լինեի, լավ կլիներ ես մի փոքր այլ դիրքում լինեի, որ ավելի կամաց աճելու հնարավորությամբ, այսինքն երբեք այդպես ինքնանպատակ ամբիցիոզություն ինձ մոտ չի եղել։ Բայց հետո հասկանալով, որ դա ընդհանուր բոլորի կարծիքն է, որ այդպես պետք է լինի, փորձեցի հնարավորինս ադապտացվել այդ իրավիճակուն, իմ հնարավորությունների մաքսիմումը դրսևորել։ Հա, ընտանիքի համար էլ այս ամբողջ տարիները հեշտ չեն եղել, ես դա պետք է ընդունեմ։ Հատկապես օրինակ իմ ամուսնու տեսանկյունից երբեմն նայում եմ, ասում եմ Դավիթն էլ այսինքն այնպեսի տղամարդ է, որ ընկերական միջավայր, հա, այս տղայական շրջապատ եւ այլն, ու իր համար ունենալ կին, որը արդեն շատ տենց հանրային գործունեություն է ծավալում, տարբեր տեղերից թիրախավորվում է եւ այլն, իր համար էլ հեշտ չի եղել։ Ես հիմա զգում եմ, որ ինքը ինչքան երբեմն լիքը բաներ թաքցրել է իր մեջ, լիքը բաներ չի ուզեցել ցույց տա, բայց ակնհայտ է, որ իր համար էլ հեշտ չի եղել, չնայած 100% սատարում է ցուցաբերել իր դիրքորոշումներով, իր կեցվածքով իմ համար։ Պատրաստ ես գնալ մեզ ընտրությունների։ Դա անխուսափելի է։ Ես իմ ընկալմամբ 26 թվականը շրջադարձային է լինելու։ Այսինքն 26 թվականի ընտրություններից հետո պետք է մարդիկ որոշում կայացնեն, հա, Հայաստանը որպես ազգային պետություն մնալու է, թե չի մնալու։ Մենք արդյոք դառնալու ենք պետություն, որի նույնիսկ սահմանադրությունը որոշվելու է Ադրբեջանի կողմից, որի ճանապարհների վերահսկողության հարցը էլի քո լուծման հարցը չի դառնալու։ Այսինքն բոլոր պարամետրերով, խորհրդանիշներից սկսած, եկեղեցուց սկսած, քո սահմանադրությունից սկսած, քո մտածողությունից սկսած, այդ բոլոր հարցերը լինելու են ֆունդամենտալ հարցեր։ Հիմա դու ուզում ես այս ճանապարհով գնաս, թե մոռանաս քո պատմությունը, քո էությունը, քո ինքնագիտակցությունը եւ այլն, ու Նիկոլի ընտրած ճանապարհով գնել։ Ես կարծում եմ, վստահ եմ, որ պետք է ազգային պետությունը պահպանվի, ու դա ոչ թե որովհետև ես ազգային գաղափարներ կրող մարդ եմ, այլ որովհետև մեր տարածաշրջանում բացի ազգային պետություն լինելուց ուրիշ հնարավորություն չկա այս տարածաշրջանում գոյատևելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը անում է հակառակը։ Մեզանից դարձնում է ուղակի հասարակություն, որ ինչ որ տարածքի վրա ապրում է, որը ունի խորքային ընկալումներ պատմության մասին, իր ինքնության մասին, խորհրդանիշների մասին, ապագայի մասին, դից հասարակության նման մի բան է դարձնում մեր հասարակությունը, ու ասում է, եթե մենք այսպես լինենք, թշնամիները մեզ վրա չեն հարձակվի։ Ադրբեջանը, Թուրքիան մեզանից բան չեն ուզենա։ Եկեք այսպես խելոք նստենք մեր տեղը, որ մյուսները ձեն չհանեն։ Իսկ ես կարծում եմ, դա այն ուղիղ ճանապարհն է ամբողջությամբ կլանվելու Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Ու կլանումը տարբեր ձևեր կարող է ունենա՝ ֆիզիկականից մինչև տնտեսական, մինչև գաղափարական։ Ես կարծում եմ ազգային պետությունը միակ տարբերակն է, որով դու կարող ես այս տարածաշրջանում պահպանվել, որի դեպքում քո հետ հաշվի կնստեն։ Իրականում մենք շատ հաճախ մտածում ենք, չէ՞, լավ, որպեսզի ագրեսիա չլինի քո նկատմամբ, ինչ պետք է անես։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է ճանապարհով, որ պետք է քո ռազմական բյուջեն կրճատես, ծառայության ժամկետը կրճատես, չերևաս, չխոսաս, ձեն չհանես, որ քո բլրին նստած են ադրբեջանցիները, որ Բաքվում գերիներ ունես եւ այլն եւ այլն։ Իսկ ես ասում եմ հակառակը, պետք է դու այնպիսի իրողություն ստեղծես, ոզնու նման,
որ քո վրա հարձակվել է գին արժենա Ադրբեջանի վրա, որ ինքը մտածի երկար այդ գինը պատրաստ է ինքը վճարելու, թե չվճարելու։ Հիմա դու իր համար այնպիսի պարարտ միջավայր ես ստեղծել, որ ինքը շատ հանգիստ այդ գինը կարա վճարի, շատ հանգիստ կարա վճարի այդ գինը։ Ու մեծ հաշվով ինչ անում է այս տարիների ընթացքում։ Հետևաբար ինձ համար սա քաղաքական գործընթաց չի, զուտ քաղաքական գործընթաց չի։ Սա մեր պետականության պահպանման ես բան եմ տեսնում, ճամփաբաժին եմ տեսնում եւ իմ համեստ ջանքերը բնականաբար ես այս գործընթացում պետքա ու պարտավոր եմ ներդնել։ Ձմեռ պապից ինչ ես ուզել։ Ձմեռ պապից ուզել եմ, չեմ ուզել, կուզենայի ուր, որպեսզի միտքս միշտ պարզ լինի, գործողություններս ծրագրելուց միշտ հստակ գիտակցում ունենամ առանց էմոցիաների, որովհետև քաղաքական դաշտում իհարկե հնարավոր չի էմոցիաներով չապրելը, որովհետև քաղաքականությունը ընդհանրապես էմոցիաների մասին է, բայց այնքան պարզ լինի իմ միտքը, որ ես էմոցիաներից զատ հասկանամ պրակտիկ առումով ինչ քայլեր է պետք անել, այսինքն ոչ թե հիասթափությունը լինի իմ մոտիվացիան, ոչ թե վախը լինի իմ մոտիվացիան, ոչ թե ագրեսիան լինի, վրեժխնդրությունը լինի, այլ պարզ հաշվարկը, որ դու պետություն պահպանելու հարց ունես ու քեզ չկուրացնի քո ատելությունը ինչ որ մարդկանց նկատմամբ, այլ պրակտիկ հաշվարկը, որ պետությունը պետք է պահել, դա անելու համար պետք է այս քայլը, այսինքն պարզ ուղեղ, պարզ միտք, ամուր ոգի եւ տա Աստված, որ իմ շուրջ կանգնած մարդիկ, նախ եւ առաջ հարազատներս առողջ լինեն, որովհետեւ նրանց առողջությունը եւ նրանց այդ well-being-ը, իրենց լավ լինելը ինձ ուժ է տալիս, որ ես կարողանամ իմ հետագա գործունեությունը շարունակել։ Շատ բարդացրեցի, չէ՞, բայց ձմեռ պապիկի ցանկությունները մի տեսակ շատ ավելի մեծ էին։ Շնորհակալություն։ Մեր հետ էր ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Կհանդիպենք։